Հայաստանի Հանրապետության Հակագործություն դատարանի Երևան քաղաքի դստավայրում տրամված դատականություն շարունակվում է զորքույց 21-25-ական գործով նախնական դատալսումները նիստի քարտուղարին խնդրում զեկուցելով քեր ներկայացնել, ինչպես նաև բացակայողանձը չներկանալու պատճառների մասին։ Պատգամական դատական նիստին ներկայացնում հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը, պաշտպաններ Արտակ Նավասարդյանը, Սլավիկ Պողոսյանը, դատական նիստին չի ներկայացել մեղադրյալ Վիգեն Սարգսյանը, քանի որ բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև դատական նիստի դատչում ներկայ է գտնվում իրավաբան կետնետի օպերատոր Տիգրան Ղուկասյանը։ Եղավ շնորհակալություն։ Հարգելի իրավաբան կետնետի օպերատոր, մեկ անգամ հարցը քննարկել ենք եւ ցանկանում եք ուղիղ հեռարձակում տեսանկարանում նշված հարցի հետ կապված կողմերը առարկություն չէին ներկայացել նախորդ դատական նիստի, ճիշտ է, դատանը թույլատրել էր այլ կարծիքներ, եթե չկան, յուրաքանչյուր անգամ դատանը չանդրադառնա, մինչև այն պահը, երբ որ արդեն իսկ կողմերը այլ կարծիք կհայտնեն։ Դա ես ուզում ասեմ, որ կգա մի բան, որ մենք երևի թե չենք ցանկանա, որ նկարահանվի, մասնավորապես կախված վկաների հարցակցության արդեն որ բուրգաց ու դեպ տրամաբանության, բայց այս բանի առարկություններ չկա, ճիշտ է, այս պահեդրություն առարկություններ եթե չկա, դատանը թույլատրում է, որպեսզի տեսանկարանում իրականացվի, տեսաձայնագրանում, իրականացվի եւ ցեսները վերադարձնեն եւ այդ հարցի քննարկմանը յուրաքանչյուր անգամ չենք անդրադառնալու։ Շնորհակալություն, նախորդ դատական նիստը հետաձգվեց եւ հարգելի կողմեր հարցի քննարկումը ինչի մասին էր հեռակա կարգով ճիշտ է դատականություն իրականացնելու վերաբերյալ կողմերը կարծիք հայտնեցին ինչ որ ավելացնելու այլ բան ունեք հարգելի կողմեր։ Ներկայացրել տնդել եմ շնորհքությունս դիտորոշումներ արդեն իսկ նախորդ նիստով հայտնեցին։ Եղավ շնորհակալություն, եթե ավելացնենք կողմերը այն նշված հարցի վերաբերյալ դատանը քննության առնելով հեռակա դատականություն իրականացնելու մասին միջնորդություն եւ լսելով կողմերի կարծիքը, ինչպես նաև արձանագրելով, որ բացակայում են քրեական դատավարության օրենսգիր 476-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 480-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հեռակա դատականություն իրականացնելու բացառող հանգամանքները հարկա է քրեական դատավարության օրենսգիր 480-րդ հոդվածի 3-րդ մասով հեռակա դատականություն իրականացնելու ինքը, այսինքն այն որ մեղադրել արդեն իսկ բավական տևական ժամանակ գտնում է սահմաններից դուրս եւ չեն ներկայացվել հարգելի օբյեկտիվ պատճառներ նաև նշված ինքի մասին ապա մեղադրյալի կողմից վարույթի մասնակցության անհանրության վերաբերյալ եւ կառավարելով քրեական դատավարության օրենսգիր 272-280-րդ հոդվածներով դատանը որոշում է խուսափող մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ իրականացնել հեռակա դատաքննություն եւ հարգելի կողմեր հաջորդ հարցի քննարկման ենք անցնում ապացույցների ծավալի հարցը եւ խնդրեմ առաջարկություններ Պատվարժան դատարան միջև այդ հարցի քննարկելիս խնդրեի այլ հարց ևս քննարկել, թեպետ սա կարող է դիտարկվել այլ վերաբերելի հարցեր, բայց կարծում եմ ինչի մասին է խնդրեմ ասեք անմիջականորեն փոխկապակցված են նախորդ այս բանի ներկայացած որոշման հետ, ցանկանում եմ ասել թիվ ԵԴՄ 38-24 թվական վարույթի, այսինքն սույն վարույթի մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով թույլատրելու կամ քրեական դատավարության օրենսգրքի 478-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով սահմանադրական դատարանի մեջ վերաբերյալ միջնորդություն այլ վերաբերելի հարցերի ժամանակ քննարկենք հարգելի պաշտպան, որովհետև հաստատի օրենսդրությունն հիմա հերթականություն է սահմանել թույլատրելի միայն տվյալ պարագայում կարող ենք իրականացնել խափանմիջոցի հարցը, որը սահմանված կարգից զատ կարող ենք առաջնահերթության իրականացնել։ Հիմա որ ինչ որ հանդարող հանգամանքեր օրենքի չի թույլատրել եւ ըստ էության սահմանված կարգով շարունակենք այլ վերաբերելի հարցի ժամանակ դա եւ նմանատիպ այլ միջնորդություններ կարող եք իրականացնել։ Պատվարժան դատարանը այս քուրում է ներկայացնում այն հանգամանքով պայմանավորված, որ մեղադրյալ Վիգեն Սարգսյանը նաև հնարավորություն ունենա այդ հետագա հարցերին, այսինքն միջև այլ վերաբերելի հարցերի քննարկման ենթակա հարցերին եւս մասնակից դառնալու։ Այդ տրամաբանությամբ այս քուրում ներկայացնում։ Հասկացա, կարծիքները լսեմ դատարանը որոշում կայացնի։ Պատվարժան դատարանը առարկում եմ ինչպես դատանը անդրադարձավ քրեական դատավարության 211-րդ հոդվածով սահմանված են ըստ հերթականության բացառությամբ եթե խափանման միջոցի հարցը քննարկվում ևս անմիջականորեն մեղադրյալի իրավունքների ազատությունների սահմանափակման առնչվող հարցին է առնչվում կարող է այդ հարցը առաջ քաշվել այնուհանդերձ գտնում եմ որ այս հարցի ըստ հերթականության քննարկումը որևէ չի կարող սահմանափակել Վիգեն Սարգսյանի իրավունքները հաշվի առնելով որ Վիգեն Սարգսյանն ինքն է իսկ խուսափում քննությունից եւ որի հետ կապված է հեռակա վարույթով է իրականացնում հետեւաբար գտնում եմ որ ըստ հերթականության 313-րդ հոդվածի քիվով կարող է իրականացնել
Այլ կարծիքներ կան։ Որ այդ հարցի քննարկումը այս փուլն է անհրաժեշտ իրականացնել, ինչու որովհետև եթե մենք հետագայում վերաբերել հարցերի շրջանակում ենք իրականացնում, օրինակ, դատարանը հնարավորություն է ընձեռնում պարոն Սարգսյանի տեսակապի միջոցով մասնակցելու Սուրբ Վարույթին, այդ դեպքում ինքը հնարավորություն է մնում նաև թե ապացուցման այդ շրջանակության դուրատվելիության վերաբերյալ, այսինքն նախորդի հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնում։ Հակառակ պարագայում տեսականորեն օրինակ եթե այն վերաբերելի հարցերի շրջանում քննարկում են դատարանը թույլատրում է, նույն տրամաբանությամբ էլ հետադարձ կատարելու հնարավորություն չկա։ Իմ կարծիքով գրադատարական ասնորները պետք է ավելի ճկուն մեկնաբանել, հաշվի առնելով նաև սույն գործի առանձնահատկությունները եւ առհասարակ այն բարույթեությունը, որը որ ներկայումս կա ում հերակա դատականության իրականացնելու համատեքստում, ինչ վերաբերում է հարգելի անային մեղադրողի կողմից նշված այն դիտարկման, որ պարոն Սարգսյանը խուսափում է քննությունից, մենք կրկին պնդում ենք, որ պարոն Սարգսյանը չի խուսափում քննությունից եւ քննությունից չխուսափելու իր կամակերպության վերաբերյալ բարույթի նյութերով արկայում բազմաթիվ հաստատական տվյալներ։ Հասկանալի, այլ կարծիքներ չկան, այլ որ Վիգեն Սարգսյանը խուսափում է քննություն, թե չխուսափում, դատարանը արդեն իսկ իր կարծիքը արտահայտել է արգելի կողմեր, ըստ էության քիչ առաջ կայացված որոշմամբ, ինչ մնում է ձեր միջնորդությանը լուծում է հետաձգում, այլ վերաբերելի հարցերի ժամանակ այդ հարցը կքննարկվի, նշված միջնորդությունը կքննարկվի հարգելի պաշտպաններ եւ դեպի պարագայում դատարանը արկա է օրենք, արկա է կարգ, որը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքում եւ դատարանը գտնվում է որ մեկի իրավունքները դեպի պարագայում այդ թվում նաեւ Վիգեն Սարգսյանի իրավունքները չեն խախտում։ Նշված հարցի քննարկումն հետաձգելու այլ վերաբերելի հարցի քննարկման ժամանակ քննության առնելով անցնում ենք հետազոտությունների հետազոտման ենթակապահովների ծավալի հարցի քննարկման ենք անցնում եւ լսում ենք կողմերի առաջարկները, ինչպես նաեւ հիմնավորումներ, թե վերցիկացնելու համար ինչ փաստական հանգամանք է հաստատելու կամ հերքելու հարգելի հանրային մեղադրող լսում ենք ձեզ։ Շնորհակալություն, պատվարժան դատարան գտնում եմ, որ նախ պետք է հետազոտեն գրավորապացույցները, հաշվի առնելով, որ դրանց հետազոտման արդյունքում որոշակի դետալային հանգամանքներ կարող են հայտ գալ վկաներին հարցեր ուղղելու առումով, այնուհետև ըստ հերթականության հարցաքննել վկաների, այսինքն ապացույցների ծավալը հետազոտեն գրավորապացույցները, այնուհետև անցնենք վկաների հարցաքննությանը։ Մեկ վարքյան, որպեսզի առարկա լինի նաև հարգելի հանրային մեղադրող կողմերի համար, որոնք են գրավորապացույցները եւ որոնք են նաև վկաները, դատարանի համար եւ կողմերի համար փոխենք որ չեն։ Ես իբրս այլի առաջարկությունները լսելուց հետո կներկայացնեմ մեղադրանքի կողմի ապացույցների ծավալը, թե ինչով որով ինչ է հիմնավորվում։ Չէ, սպայի ներկայացրեք, որովհետեւ Ներկայացնում են հետազոտման համար ներկայացվող մեղադրանքի կողմի ապացույցները, որոնցով հիմնավորվում են մեղադրյալի վերագրվող փաստական հանգամանքների ավարտքը, մեղսագրված արարքի հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարել է, մասնավորապես վկայացրելու Հակոբյանի ցուցմունքով, որ հաստատում են քաղաքացիական գործարքների արդյունքում փողերի լվացում կատարելու փաստական հանգամանքներ եւ մեղադրյալի առնչությունը, վկաների Գևորգյանի Իրինա Գևորգյանի ցուցմունքներով, որոնցով հաստատում են Երևան քաղաքի Աբովյանի շենքի 18-րդ բնակարանը Վիգեն Սարգսյանին պատկանելու եւ այդ բնակարանը ձևականորեն Սամվել Մայրապետյանի նոտարարված լինելու վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ ըստ այդմ նաեւ մեղադրյալի առնչությունը ավարտի Վայե Բադալյանի վկա Վայե Բադալյանի ցուցմունքով, որով հաստատվում են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 եւ 32-րդ բնակարանների, ինչպես նաեւ նույն շենքի 13 եւ 115 ավտոկայանատերիների ձեռքբերման եւ լիացման այդ անշարժ գույքերի փաստացի Սամվել Մայրապետյանին պատկանելու վերաբերյալ փաստական հանգամանքներ, Վկարոնիկ Բադալյանի ցուցմունքով, որով հաստատվում են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 եւ 32-րդ բնակարանների, ինչպես նաեւ շենքի տիպ 13 115 ավտոկայանատերիների ձեռքբերման եւ օտարման դրանց արժեքների այդ անշարժ գույքերը Վիգեն Սարգսյանի նորից Ալեքսանդր Սարգիսովիչ ձեռքբերելու վերաբերյալ փաստական հանգամանքներ, Վկալևոն Սուլտանյանի ցուցմունքով, որով հաստատվում են Սամվել Մայրապետյանի եւ Վիգեն Սարգսյանի միջեւ մտերիմ հարաբերություններ լինելու, վերջինիս կողմից Սամվել Մայրապետյանից անշարժ գույք ձեռքբերելու, Վիգեն Սարգսյանին գույք օտարելու վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ ըստ այդմ մեղադրյալի առնչությունը, Վկակարեն Խումարյանի ցուցմունքով, որով հաստատվում է Երևան քաղաքի Աբովյանի շենքի 18-րդ բնակարանը Վիգեն Սարգսյանին պատկանելու
Նրա տեղափոխումից հետո բնակարանը վերջինիս ծնողների կողմից տնօրինվելու եւ ըստ այդմ այդ բնակարանը ձևականորեն Սամվել Մայրապետյանի նոտարված լինելու վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ մեղադրյալի առնչությունը վկայակարին Պապիկյանի ցուցմունքով հաստատվում են Վիգեն Սարգսյանի կողմից Աբովյանի 4 շենքում բնակարան ունենալու հաստական հանգամանքներ վկայդա Աբրամյանի ցուցմունքով, որով հաստատվում են Երևան քաղաքի Աբովյանի 4 շենքի 18-րդ բնակարանի, ինչպես նաև Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի անշարժ գույքերի արտավաճառքի պայմանագրերը, կողմերի հայտարարությամբ դրանց արժեքները նշելու մասին փաստական հանգամանքներ եւ մեղադրյալի առնչություն։ Փաստաթղթերի վերաբերյալ տարբեր փաստաթղթերով զննում կատարելու վերաբերյալ հետևյալ արձանագրություններով Արգրավում կատարելու մասին 2019 թվականի հունվարի 25-ի արձանագրությամբ, որով հաստատվում է կադաստրի կոմիտեից Երևան քաղաքի Աբովյանի շենքի 18 բնակարանի նույն շենքի 5 ավտոկայանի տեղի Հյուսիսային պողոտա 5 շենքի 31 եւ 32-րդ բնակարանների նույն շենքի 13 եւ 115 ավտոկայանատեղիների անշարժ անշարժ գույքերի կադաստրային փորձերը ձեռք բերելու փաստական հանգամանքներ արգրավելու կատարելու մասին 2024 թվականի արձանագրությամբ, որով հաստատվում են Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունից Վիգեն Սարգսյանի, Լուսինե Գալայանի, Ալեքսանդր Սարգսյանի, Թամարա Մանուկյանի, Սամվել Մայրապետյանի, Սվետլանա Հակոբյանի եւ Լևոն Սուքանյանի վերաբերյալ բանկային գաղտնի կազմող տեղեկություններ ձեռք բերելու հանգամանքները զննում կատարելու մասին 2011 թվականի հունիսի 3-ի եւ 2024 թվականի նոյեմբերի 20-ի արձանագրություններով, որոնցով հաստատվում են Կադաստրի կոմիտեից արգրավված Երևան քաղաքի Աբովյանի շենքի 18 բնակարանի նույն շենքի 5 ավտոկայանատեղու, Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 եւ 32-րդ բնակարանների նույն շենքի 13 եւ 115-րդ ավտոկայանատեղիների առողջարքի վերաբերյալ գործարքների, դրանցում նշված արժեքների, պայմանագրի կողմերի վերաբերյալ փաստական տվյալներ եւ ըստ այդմ մեղադրյալի առնչությունը հիմնավորող հանգամանքներ զննում կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 2-ի արձանագրությամբ, որով հաստատվում է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված Վիգեն Սարգսյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների կողմից 2013-2018 թվականներին ներկայացված գույքերի եւ եկամուտների հայտարարների վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ ըստ այդմ մեղադրյալի առնչությունը արարքին զննում կատարելու մասին 2024 թվականի ապրիլի 12-ի արձանագրությամբ, որով հաստատվում է Վիգեն Սարգսյանի վերջինիս ծնողների կնոջ Լուսինե Գալաջյանի, ինչպես նաև Սամվել Մայրապետյանի, վերջինիս մերձավորներ Լևոն Սուքանյանի եւ Սվետլանա Հակոբյանի վերաբերյալ բանկային գաղտնի կազմող տեղեկություններով հիշյալ անշարժ գույքերի վերաբերյալ առողջարքի գործարքների համապատասխանող բանկային գործարքներ կատարված չլինելու եւ դրանց որոշները ձևական բնույթ կրելու մասին փաստական հանգամանքներ զննում կատարելու մասին 2024 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 19-ի արձանագրություններով, որոնցով հաստատվում են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի եւ վերջինիս փոխկապակցված անձանց գույքերի առնչությամբ իրականացված թիվ 22/42/22 ուսումնասիրության նյութերի եւ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վիգեն Սարգսյանի եւ նրա կնոջ օրինական եկամուտների չափի, ի թիվս այլի նաեւ կատարված վերլուծության արդյունքում անօրինական եկամուտների վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ ըստ այդմ առնչությունը հանցավոր արարքին զննում կատարելու մասին 2024 թվականի օգոստոսի 15-ի արձանագրությամբ, որով հաստատվում է Հայաստանի ազգային արխիվ բողոքից ստացված եւ քրեական հաղորդի նյութերին գծված Վիգեն Սարգսյանի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ փաստական հանգամանքներ զննում կատարելու մասին 2024 թվականի նոյեմբերի 15-ի արձանագրությամբ, որով հաստատվում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված տվյալներ Երևան քաղաքի Աբովյանի 4 շենքի 18 բնակարանը եւ ավտոկայանատեղին կադաստրային արժեքից ցածր արժեքով Սամվել Մայրապետյանից ձեռք բերելու այդ եւ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 շենքի հիշյալ անշարժ գույքերի եւ ոչ իրատեսական պայմանագրային արժեքներ ունենալու եւ ըստ այդմ ձևական պայմանագրերի կնքման արդյունքում հանցավոր ծագում ունեցող գումարները քաղաքացիայի իրական շրջանառության մեջ դնելու փաստական հանգամանքներ եւ ըստ այդմ առնչությունը ենթադրյալ հանցավոր արարքին զննում կատարելու մասին 2024 թվականի նոյեմբերի 19-ի արձանագրությամբ, որով հաստատվում է Վիգեն Սարգսյանի 2007 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2022 թվականի մարտի 7 ժամանակահատվածում
Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժանորդ հանդիսանալու եւ ըստ այդմ ձևականորեն այդ բնակարանը Սամվել Մայրապետյանին օտարված լինելու վերաբերյալ փաստական հանգամանքներ եւ մեղադրյալի առնչությունն օրակին 2022 թվականի ապրիլի 1-ի եւ 2024 թվականի նոյեմբերի 21-ի արտավարութային փաստաթղթեր ճանաչելու մասին որոշումներով, որոնցով ըստ համաձայն քրեական վարույթի նյութերին գծվել են անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված հիշյալ անշարժ գույքերի վերաբերյալ Վիգեն Սարգսյանի եւ վերջինիս կնոջ Լուսինե Դալաջյանի կողմից կատարված առողջարքի վերաբերյալ գործարքների պայմանագրերի պատճենները Գրության Հայաստանի էլեկտրական ցանցեր ԿԲ-ից ստացված Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 հասցեի բնակարանի վերաբերյալ պահանջված տեղեկատվությունը, բանկային գաղտնի կազմող տեղեկությունները, գլխավոր դատախազության ապօրինի ցակում ունեցող գույքի բռնաբարության գործերով վարչությունը Վիգեն Սարգսյանի եւ վերջինիս փոխկապակցված անձանց գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում դատարան ներկայացված հայցադիմումի պատճառով եւ դրանում արտացոլված տվյալներով էլեկտրոնային այդմիջոցով նյութերով ՀՀ Հայաստանի ազգային արտիվ կողմից ստացված Վիգեն Սարգսյանի անձնական գործին գծված փաստաթղթերով եւ վերջինիս պաշտպանի նշանակելու զբաղեցրած պաշտպանից ազատելու վերաբերյալ համապատասխան հրամանագրերի պատճեններով Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի եկամուտների եւ փոխկապակցված անձանց 2011, 2012, 2013 եւ 2014 թվականների հայտարարագրերով, որոնցով հաստատվում են ինչպես կատարված գործարքների, դրանց գումարային արժեքների վերաբերյալ փաստական հանգամանքներ, այնպես էլ մեղադրյալի առնչությունը մեղսագրվող վարքին եւ վերջում 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ եղել բացույց ճանաչված եւ համապատասխան պետական մարմնի ապահովման հանձնված Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 31 եւ 32-րդ բնակարաններով եւ նույն շենքի 13 եւ 15 ավտոկարների տեղինորով, որոնցով հաստատվում է մեղադրյալի առնչությունը։ Այսքանը եւ շնորհակալություն եւ պաշտպանական կողմի առաջարկներ։ Նախ հերթականության մասով մեղադրանքի կողմնավորություն կապացուցների հերթականությունը, մենք այդ որոշումը հրազդել հնարավորություն չունենք, բայց մեզ համար դրականություններ էր։ Միևնույն ժամանակ պաշտպանության կողմը քրեական դատավորության անհասկացի երկու 67 հոդվածի երկրորդ մասը համաձայն որի ապացույցները եւ վարույթի այլ նյութերը այնքան հետազոտական հետազոտման դատարանում մենք միջնորդում ենք, որպեսզի դատարանում որպես վարույթի նյութեր հետազոտվեն այն փաստաթղթերը, որոնք կարող եմ ես վկայակոչել։ Այսինքն որպես վարույթի նյութեր հետազոտվեն, այնտեղ կան օրինակ հանձնարարություն հետաքննության մարմին, այդ վարույթի նյութերի հիման վրա մենք որոշակի եզրահանգումներ կատարել ենք, օրինակ մի քանի օրինակ բերեմ, օրինակ կա վարույթի նյութերի ուսումնասիրության պարզ է դառնում, որ նախաքննությունը երկրացնելու մասին որոշում առկա չէ։ Մեկ այն նյութից պարզ է դառնում, որ քրեական գործը եւ որ վարույթ է ընդունում ստորագրություն առկա չէ։ Մեկ այլ դեպքում պարզ է դառնում, որ օրինակ առաջի ամբողջ հատորը եւ որ օպերատիվ տվյալի հիման վրա հետազոտություն է իրականացվում եւ նախապատրաստված նյութերը ուղարկում են քննչական մարմինը նախապատրաստված նյութերի հիման վրա հետաքննության մարմնի քրեական գործունեություն, որը եւս իրավաչափ համարվել չի կարող։ Այսինքն մենք առանձնացրել ենք այս ամբողջ հատորների մեջ այն նյութերը, որոնք որ անհրաժեշտ են հետազոտել, որպեսզի մենք մեր հետագա դիտարկումների սրանց վերակառուցելու հնարավորություն ունենանք։ Դուր բարեկամ, այսինքն վերջիկա ինչ նյութեր որ վկայակոչեք, ինչպիսի նյութեր որ վկայակոչեք, պետք է նաև որոշակի հիմնավորում վերջիկայացնելու համար ինչ փաստական հանգամանք է հաստատելու կամ երկրով։ Այսինքն դրանով ինչն է հիմնավորում վերջիկայացնելու համար, ինչ փաստական հանգամանք։ Հասկանալի պատվարժ են դատան։ Օրինակ ամբողջ առաջին հատորը պետք է հետազոտել այն պատճառով, որ բարձր դառնալու, որ օպերատիվ տվյալի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվում, հավաքում են որոշակի փաստական տվյալներ եւ արդեն երկրորդ հատորի առաջին էջը այդ նախապատրաստված նյութերը հետաքննության մարմինը ուղարկում է նախաքննության մարմնին, նախաքննության մարմինը նշելով ուսումնասիրելով այս նյութերը քրեական գործ են հարուցում։ Միշտ այդ ժամանակ գործող քրեական դատավարության մեջ գրքի կարգավորումների համաձայն նախաքննական մարմինը հետաքննության մարմնի կողմից հավաքված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու լիազորություն չի եղել, այսինքն առիթ չի եղել։
Այսինքն այս ամբողջը ես սրանով օրինակ մենք հիմնավորում ենք, որ ի սկզբանե քրեական գործի հատուցումը ապօրինի է եղել։ Հասկանում եմ։ Եվ այդքանն է թե Չէ, առաջին հատորն է։ Հաջորդիվ կա, ես կարող եմ Չէ, նաև հարգելի պաշտպան ըստ էության առարկայական նաև որ փաստաթղթեր վարույթ թերթերով, որպեսզի նաև կողմի համար եւ դատարանի համար բարձրի թե որ փաստաթղթերի մասին արվի։ Հա, ես իմ մոտ նաև որ նշեմ, եթե բավականին շատ են ծավալում, արդեն խոսեմ նշելով Ես ընդհանուր ասեմ, այս ամբողջ ինչի համար, կոնկրետ առաջին համար ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք, որ այդ նյութերը հետաքննական մարմնի կողմից հավաքվել են, հետո ուղարկվել են, դրա հիման վրա քրեական գործը հարուցվել է։ Հետագայում արդեն եւ որ ուսումնասիրենք, մենք այդ համապատասխան միջնորդությամբ համապատասխան փուլում արդեն հանդես գանք։ Հասկանալի է, բարձր։ Կոնկրետ առաջին հատորը ամբողջությամբ այդ փաստի հաշվառմամբ։ Ինչքան նյութ կա առաջին հատորում, մինչև քրեական գործ հարուցվելը, ինչ հավաքվել է, ինչ գործողություն կատարել է, այդքան որպեսզի ուսումնասիրենք։ Առաջին հատորում հասարակ գրություններ չկան, որ վերաբերել չունեն։ Անկախ ինչ գրություն լինի, չլինի, պատվաժանտար, մեր դիրքով շուն այն է, որ հավաքվել է մի ամբողջ այսպես փաստաթղթ։ Ամբողջական տեսքով, որ բավարար չէր ըստ ձեզ գործ հարուցելու համար։ Եթե նույնիսկ բավարար լիներ, եթե նույնիսկ հետաքննության մարմինը պետք է գործ հարուցել, գործը տար նախաքննության մարմին, ինքը նյութերը տալ լիազորություն չի ունեցել։ Նավ այդ արդեն անդրադառնում ենք միջնորդության հիմնավորումներին, հետագա որոշակի ամբողջ պաշտպանական կողմի առաջարկը մեկ վայրկյան նշեմ հարգելի պաշտպան։ Առաջինը հատոր առաջին ամբողջությամբ։ Այո։ Երկրորդ։ Երկրորդ հատորի առաջին եւ երրորդ էջերը, աճերում կազմակերպելը, մեկ մասնավորապես առաջին քրեական գործ հարուցել որոշում է, երրորդ էջից է բարձր դառնում, որ այդ նյութերի հիման վրա հաղորդվել, 5-րդ էջը, երկրորդ էջից, առաջին եւ երրորդ էջերը։ առաջին եւ երրորդ թե երկրորդ։ Չէ, երրորդ։ Առաջին, երրորդ։ 5-րդ էջը Դուտավոր դատախազի տեղակալի գրությունն է քննչական ենթակայության մասով այստեղ եւս խնդիր ենք տեսնում։ 8-ից 10-րդ էջերում արկա փաստաթուղթը, ուրեմն տեսեք, որոշակի սկզբանը նշեմ, օրինակ 8-ից 10-րդը օպերատիվ հանձնարարությունն է, որ հանձնարարվում է բարձրելու համար, թե արդյոք պարոն Սարգսյանը պաշտոնական լիազորությունները չարաշահել է, թե ոչ։ Կամ օրինակ նույնքերպ օպերատիվ հարցումներ կան, որ ունենալով ամբողջ կադաստրային գործը, որ արգրաված է եղել, հարցնում են, թե արդյոք այս գործակները ձևական են, թե ոչ։ Այսինքն, եթե քննիչը ամբողջ տեղեկատվությունը արդեն իր մոտ ունենալ, որում դրա հիման վրա է կադաստրային գործի հիման վրա է եզրահանգում, որ ձևական են։ Ինքը որ դրանից չի եզրահանգում, որ ձևական են, օպերատիվ մարմին հարցում է կատարում, ասում է ձևական են, թե ձևական չեն, այսինքն շիծու է, թե շիծու չէ։ Ընդհանուր կոնկրետ այս գրությունների որոշ մասով մենք հիմնավորելու ենք նաև տարբերակված մոտեցումը։ Այսինքն վերդիկտ կայացնելու համար ինչ նշանակություն ունեցող հանգամանքներ են սրանք հաստատելու մեր դիտարկմամբ սրանք հաստատելու են նաև, որ պարոն Սարգսյանի նկատմամբ սկզբանե իրականացվել է տարբերակված մոտեցում եւ առհասարակ սույն վարույթի քննությունը ոչ թե փաստի շուրջ է իրականացվել, այլ անձի շուրջ է իրականացվել եւ փորձ է կատարվել որոշակի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողություններ, ոչ իրավաչափ գործողություններ վերաբերել, այսինքն որոշակի հետևանքներ գտնել, որոշակի փաստեր հայթայթել եւ քրեական գործ այսպես ասած հարուցել։ Այսինքն զուտ տարբերակված մոտեցման առումով վարույթում արկա շատ փաստաթղթեր, այդ մասով մենք հետագայում օգտագործելու ենք։ 8-ից 10-րդը գրությունն է եւս անհրաժեշտություն եք համարում։ Այո։ 49-րդ էջը Դեռևս երկրորդ հատորն է, ճիշտ է։ Այո։ 50-ից 51, 53, Նրանք ինչ փաստաթղթեր են։ ուրեմն 50-ից 51-ը հանձնարարության պատասխանատար, որ նախորդին են հանձնարարության մասին նշվեց։ 10-ից 11-ի մասին, 8-ից 10-ի մասին հանձնարարություն։ Այո։ 49-րդ էջը հարցում է Երևանի քաղաքապետությունը, ուղղված Երևանի քաղաքապետ
Արտեղին, Հյուսիսային պողոտա 531 բնակարանի բացօթյա հարթակի բազով, սա ևս էլ իմ դիտարկումներից է, որ յուրաքանչյուր ուղղությունով ոչ թե փաստի, այլ օպերատիվ տվյալ լեվելավորում այլ իրավիճակի հետ կապված, բայց որոշակի տարբեր տարաբնույթ ուղղություններով տվյալներ են ձեռք բերել, տեղեկություններ են փորձել ստանալ եւ փորձել են ինչ-որ մի բան գտնել, այսպես ասած։ Նույն տրամաբանությամբ նաև այս հասցեում բացօթյա հարթակը հարցումներ են կատարում են բացօթյա հարթակը, ասենք օրինական, աօրինական չի, փորձակնություն է նշանակում, այսինքն այս փաստաթուղթες տրամաբանության համատեղությունում մեզ անհրաժեշտ հետազոտել պաշտպանության կողմի նկատմամբ։ 53 էջում մասնավորապես կրկին նույն տրամաբանության պեկին ուղղված գրություն է, 54-ից 59-րդ էջերում Երևանի քաղաքապետարանից ստացված հետադարձությունն է նախորդ պատասխանի հետ կապված 54-ից 59 70-րդ էջում նախորդ 53 էջի հարցման պատասխանն է, որ հարկային պարտավորությունները չեն առաջանում գործարքներից հարկային պարտավորությունները չեն առաջանում փորձեմ գտնել ծրիչը 54-59 եւ 70 ասեցիք, չէ՞։ Այո 119 էջը 119 էջում ծանուցագրեր են, որոնց ծանուցագրեր են 119-ից 121-րդ էջերը, ծանուցագրեր են ուղարկվել Պավլո Սարգսյանի կնոջը, Պավլո Սարգսյանի մայրիկին, ընդ որում այս մասով ևս ընտանիքի անդամների կոնկրետ թե ծանուցագրեր է, թե օրինակ անչափահաս երեխաների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը, ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը ևս այն ամբողջ շղթայի մեջ է, որ փորձ է կատարվել որևէ բան գտնել։ Ծանուցագրով կոնկրետ ինչն է։ Կոնկրետ ծանուցագրերը, օրինակ, տեսեք, վարույթում առկա մնացած ծանուցագրերն ուղարկվում են փոստով, իսկ կոնկրետ այս դեպքում իր կնոջը եւ իր մայրիկին ուղարկված ծանուցագրերը տրամադրվում են արձանում։ Այսինքն հրատապության առումով խնդիր է եղել, ես մի քիչ առաջ անցնելով ասեմ, որ օրինակ բացման խոսքում ենք շատ անդրադառնալու, որ Պավլո Սարգսյանի եւ մեր դիրքորոշմամբ եւ որ նախընտրական բանավեճի ժամանակ համապատասխան է դեպայտի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ձեզ 2 օր է մնացել ու այդ 2 օրից հետո այս քրեական գործը այս ամբողջ արագությամբ սկսվում է այդ ամբողջ փաստաթղթերը հավաքվել։ Այսինքն հենց մենք շահկապացություն ենք տանելու նաև այդ կատարված արտահայտության եւ նաև նմանատիպ քաղաքական այլ արտահայտությունների եւ սույն քրեական գործի հարուցման միջև պատճառական կապը ցույց տալու համար։ Այսինքն այդ դեպայտից հետո դրանից շատ կարճ ժամանակ հենց իր բառերով ասած մի քանի Նիկոլ Փաշինյանի բառերով մի քանի օր հետո այս քրեական գործը օպերատիվ տվյալի հիման վրա սկսվում է ուսումնասիրություն եւ վերջնարդյունքում տարիներ շարունակ քննվելուց հետո ունենում ենք այս հոդվածը, որը ժողովրդի կողմից վերցակրում է։ Այսինքն սրանով մենք ցույց ենք տալիս հրատապությունը, որ նախանշված 2 օր է մնում արտահայտության տրամաբանությունից ելնելով, այլ անձանց եւ գործառույթներն ուղարկվում են պոստային կապի միջոցով Վիգեն Սարգսյանի մերձավոր ազգականներին, Վիգեն Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց ծանուցագրները չգիտես ինչի արագության առումով ուղարկվում են արձերում տրամադրելու միջոցով։ 118-ից 119-ից 121 297-րդ էջը մասնավորապես եւ գլխավոր դատախազի տեղակալությամբ գործը փոխանցվում է քննչական կոմիտեին 297 այո որում նստել որոշում նախաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին 297-ը 96 լավ կներեք շտապություն 297 դերություն գլխավոր դատախազ, հա? Գլխավոր դատախազ տեղակայում նշած տեղակալի գրությամբ գործը փոխանցվում է քննչական Պարոն կոմիտեին Բաղդասարյանի կողմից հասցեագրված պարոն Գրիգորյանի այո դերությունը միջև այդ այլ բանին է քննում փոխանցվում է տեղակալի քննչական կոմիտեին
որում նշվում է այստեղ քննչական կոմիտեի նախագահի իշխանության վրա, որ քննարկել ինձ հետ, այստեղ քննարկելու լիազորության հասնել է հետագայում մեր կողմից քննարկման առարկա դառնալու եւ հաջորդի 3 օր մեկը զեկուցագիրը եւ որ վարչության պետը խնդրում է այս ստորաբաժանման հանձնարարել գործի քննությունը, ընդ որում սա միակ դեպքը չի, սույն գործով շատ մի քանի ստորաբաժանումներ եւ մի քանի քննիչներ տարաբնույթ պատճառաբանություններով ասած հրաժարվել չասեմ, հրաժարվել են սույն գործի քննությունն իրականացնելուց։ Երկրորդ զեկուցագրով նշված է, որ հրաժարվել են։ Հանձնարարել, խնդրում է գործի քննությունը այդ ստորաբաժանման հանձնարարել։ Հա։ Հրաժարվել է իմ բառներ։ Հա։ Հրաժարվել է իմ բառներ, ոչ թե զեկուցագրում անշված։ Հասկանում եմ։ 300 Ներողություն պատվարժան դատարան, կխնդրեմ արտադրական պաշտպանական կողմը, որպեսզի ավելի տեսանելի լինի, յուրաքանչյուր հանգամանքներ է ներկայացնում, սակայն դրանով ապացուցման կամ հերկման վերաբերյալ ինչ հանգամանք է հաստատվում, խնդրեմ հայտնի, որ պարզ լինի, որ նորից դրան չանդրադառնանք։ Նշում եմ, նորից նշում, մի քանի ուղղությամբ տարբերակված մոտեցում, առաջին։ Տարբերակված մոտեցման մեջ մտնում է Ներողություն, այսինքն այս ամբողջ ինչ որ ներկայացնում եք այդ փաստաթղթերը տարբերակված մոտեցման։ Ես նշում եմ, որ փաստաթուղթը տարբերակվածին դա, որ փաստաթուղթը սույն գործը օրինակ այդ երկու օր ամնում արտահայտության հետ փոխկապված արագ քննելու է, սույն գործի ոչ հիմնավոր լինելը հաստատելու համար, որ որոշակի քննիչներ, ստորաբաժանումներ ձեռնպահ են մնում սույն գործով զբաղվելուց, այդ հանգամանքով, այսինքն գործը ի սկզբանե թույլ լինելու հանգամանքը, անհիմն լինելու հանգամանքը, եւ դրա մասին խոսում եմ մի քանի ստորաբաժանումներ մեկից մեկ ուղարկվելը, բազմաթիվ քննիչների կողմից բարույթ ընդունելը, ավելի ճիշտ բարույթ շատ դեպքեր նույնիսկ բարույթ չընդունելը, այսինքն որոշման բացակայությունը, այսինքն որոշակի հանգամանքներ մենք այս ամբողջ փաստաթղթերով, այս բարույթի նյութերով հիմնավորում ենք։ Այդ թվում նաև որ հիմնավորում ենք, որ այս քրեական գործը, որ հարուցվել է, ինքը քաղաքական ենթատեքստ է սկզբանե ունեցել։ Հիմա հարգելի պաշտպան, կնայել ուղղակի տեսեք զեկուցագիրը նշված է Մելիքյանի հասցեագրված, պարոն Մելիքյանին հասցեագրված, պարոն Իվանյանի կողմից նշվում է, որ աշխատանքային ծառայությունից ելնելով այլ անձի խնդրում եմ հանձնարարել այս ստորաբաժանմանը։ Հիմա այստեղ վերդիկտ կայացնելու համար ինչ փաստական հանգամանք կա։ Պատասխանը ինքնին առանձին վերցրած այս փաստաթուղթը վերդիկտ կայացնելու համար փաստական հանգամանք չի հաստատում, բայց մյուս կողմից վերդիկտ կայացնելու համար 4 հանգամանքը, որը որ պետք է նկատի ունենան, մենք օրինակ բարձրացնում ենք հարց, որ այդ 4 հանգամանքներից որևէ մեկի մեջ չկա։ Օրինակ, անձի քաղաքական հետապնդումը ձևավորված քրեական հետապնդման, այսպես է շղարշով, այդ վերդիկտ կայացնելու 4 հանգամանքների մեջ եթե նայում ենք, ուղղակիորեն չկա։ Չէ, դուք հասկանալի է, ձեր մարտավարությունն է, ձեր դիսկորոշումն է, ձանում եղա, ակնհայտ ապօրինի է, օրինակ ձեր խոսքերի դրա մասին չի խոսքը, կոնկրետ փաստաթղթի մասին է խոսքը։ Հիմա կոնկրետ փաստաթղթով, որ կայակոչում ենք ապացույցներ, որ ապացույցները պետք է հետազոտենք, նաև օրենսդիրը ասում է վերդիկտ կայացնելու համար ինչ փաստական հանգամանք է հաստատելու կամ հերքելու։ Հիմա եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով զեկուցագիր ներկայացվում, որ այլ ստորաբաժանմանը հանձնարարվի գործի քննությունը, հիմա կոնկրետ հավանաբար արդարացման վերդիկտ է կանգնկալում, արդարացման վերդիկտ կայացնելու համար ինչ փաստաթուղթ է, ինչ հանգամանք է հաստատելու։ Եթե միայն այս մի գրությունը լիներ, պատվարժան դատարան, ոչ մեծ հաշվով կարելի է ասել ոչ մի հանգամանք չի հաստատում, եթե միայն այս մեկը լիներ, բայց այս մի դեպքը չի։ Մնացածներ, օրինակ բոլորը միասին, որը որ նշում եք ինքնին թեկուզ համակցության մեջ, օրինակ եթե քննիչը կամ ստորաբաժանումը աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի, ասենք ինչն է դրանով։ Այս կներեք ինչ պետք է նշել, չեմ ուզում զբաղվել դրա համար, չեմ զբաղվում, բարձր չէ, որ պետք է նշել աշխատանքային ծանրաբեռնվածություն։ Սա արդեն գնահատման հարց է, մենք կարող ենք այս փաստաթուղթը այլ կերպ մեկնաբանել, պատվարժան դատարան։ Դատարանը այլ կերպ կարող է գնահատել։ Եթե նմանատիպ բովանդակությամբ մեկից ավելի փաստաթղթեր ու մեկից ավելի քննիչներ նույն բովանդակությամբ չեն զբաղվում քրեական գործով, վարույթ չեն ընդունում, չեն շարունակում զբաղվել, նույն մոտ առաջացնում է այն ողջամիտ համոզումը, որ անձիկ ուղղակի այս գործով չեն ուզում զբաղվել։ Այս գործը իրանց, այս գործով, ասենք, չկա գործ որ զբաղվեն, ես փորձեմ բարձ ասեմ։ Չէ, ըստ ձեզ, եթե մի քանի քննիչ օրինակ հրաժարվեն կամ մի քանի ստորաբաժանման ղեկավարներ կամ մի քանի քննիչներ եթե հրաժարվեն գործի քննությունից,
ստույն գործը քննելուց, նշանակում է պետք է կայացվի արդարացման վերցիկ։ Ոչ, եթե միայն այդ փաստը լիներ, տան չէ, բայց մնացած փաստերի հետ Ինքնին ապացույց է հանդիսանում, որ անձը անմեղ է ինչ-որ միտեղ։ Պատվարժան, ապացույց հանդիսանում այն մասին, որ գործը անհիմն է։ Մի քանի քննիչ, եթե հրաժարվում են գործը քննելուց, դա ապացուցում է ըստ ձեզ, որ գործը անհիմն է։ Չէ, մենակ այդ փաստով չէ, մնացած համակցության մեջ, երբ որ սկզբից գալիս են, գործը ինչի համար է հարուցվում, գործում խոսքերից հետո է հարուցվում, գործը հարուցվելուց հետո քննությունը ինչ ուղղություններով է կատարվում, գործը ոչ թե փաստի արդիվ է հարուցվում, այլ անձի վերաբերյալ է հարուցվում, գործը հարուցվում է դիլիջան ինչ-որ աճուրդների հետ կապված, բայց այդ աճուրդները մոռացվում են ժամանակի ընթացքում։ Ամբողջ համակցության, հիմա եթե ես առանձին ասեմ, որ մի 4 քննիչ հրաժարվել են գործից, ուրեմն պետք է արդարացման վերդիկտ լինի, դա իրավական չի, ես իսկ դուրս չեմ տա։ Չէ, տեսեք, օրինակ, որ այլ հետագայում մյուս փաստաթղթերն դարձ որոշում չի կայացել ծավալի մեջ ներառելու ուսումնասիրության մի արձանագրում ենք, ինչ փաստաթղթ եք ուզում ցանկանում, որպեսզի հիմնական դատալություններում ձեր առաջարկն եք լսում, հիմնական դատասությունը որպեսզի հետազոտվի։ Այսինքն, եթե նմանատիպ այլ փաստաթղթեր, եթե ըստ ձեզ որ կա հիմա պետք է դեռևս վկայակոչեմ, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն կա, ըստ ձեզ դա ոչ թե աշխատանքային ծանրաբեռնվածություն է, այլ փաստացի անձինք հրաժարվում են, չեն ցանկանում գործը քննել, որովհետև ըստ ձեզ անհիմն գործ է, ու այդ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ գրառում ունեցող փաստաթուղթը մի քանի փաստաթուղթները այլ համակցության մեջ հիմք հանդիսանում արդարացման վերցիկ կայացնել։ Կամ հաջող հնարավորություն այլ ապացույցների հետ համակցության ինչի համար չի ուզում քննի, այստեղ էլ հարց կա, արդյոք ինքը իրավասու սուբյեկտ է, որպեսզի քննի, այդ հարցի մի քիչ առաջացնելով ասեմ, զուտ քննչական ենթակամության տրամաբանություններից ելնելով, գուցե հենց Պարոն Իվանյանը չի ուզում այդ գործը քննի, որովհետև տեսնում որ իրավասու սուբյեկտ չի այդ գործի նախաքննությունը իրականացնելու առումով։ Ես չգիտեմ հիմա ինքը աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իրական աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թե դրա տակ օրինակ ինքը որպես պրոֆեսիոնալ իրավաբան տեսնելով մի կողմից բնավ գործանի մակով մի կողմ, մյուս կողմից էլ քննչական ենթակայության կանոնները պահպանված չեն այդ տրամաբանությամբ։ Հիմա եթե դատանը նույնիսկ սա ապացույց չի, որպես հետազոտելու ես կխնդրեմ, չէ որ իմ կողմից նշված 267 հոդվածը նշում է ապացույց եւ բարութային նյութ։ Բարութի որպես այլ նյութ հետազոտել, որովհետեւ օրենսդիրը տարբերակել է ապացույցները եւ բարութային նյութերը։ Նույն տրամաբանությամբ օրինակ քրեական որոշ նախաձեռնելու արձանագրությունը շատ դատական նիստերում չի հետազոտում։ Չէ, հասկանալի է, հարգելի պաշտպան, վարույթային նյութ ապացույցի մասին չի խոսքը գնում։ Դուք ասείτε, որ միջնորդությամբ հանդես եք գալու, տեսեք, օրինակ ասում եք միջնորդությամբ հանդես եմ գալու, հետագայում միջնորդություն, որ քրեական գործի հարուցումը որպես այդպեսին ապօրինի է եղել։ Եվ ասում եք, որպես վարույթային նյութ ներկայացնում եմ առաջի հատորում բոլոր փաստաթղթերը, մեջ նաև կարող հնարավոր ապացույց լինի, հնարավոր չլինի դեռևս դատանը պետք է նայի տեսնի, բայց նաև որպես վարույթային նյութ, որովհետև եթե քրեական գործի հարուցումը ըստ ապօրինի է եղել, ամբողջությամբ ապօրինի պատողի ձեզ հավանաբար մի քիչ առաջանցնելու միջնորդցան եք, բայց նաև հիմա առանձին անդրադառնում ենք նաև սրա այս տիպի նմանատիպ փաստաթղթերին, հիմա Իվանյանի գործողությունների իրավաչափությունն են քննում, պարոն Իվանյանի, թե վերցիկ կայացնելու համար անձի վերաբերյալ տեսնում ենք ինչ փաստական հանգամանք կարող է հաստատել կամ հերքել։ Հիմա տեսեք մի քանի բանով ներկայացրեցիք, ինքը հրաժարվել է, հետո կարող է իրան ընդհատա չի եղել, հետո կարող է ենթակա չի ընդհատ է եղել, բայց թե վերջը չեն ցանկանում, մի քանի տեսակով ներկայացեցիք։ Հիմա գործողությունների վերաբերյալ Իվանյանը, որ գործողությունների իրավաչափությունը, օրինականությունը այստեղ մենք քննության առարկա ենք դարձնելու թույլատրելիության ապացույցների թույլատրելիության հետ կապված փոխկապակցված ինչ-որ հանգամանք լինելու ասա։ Կոնկրետ պարոն Նեղանյանի գործողությունը, որ ինքը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ստանձնել բարոյական վարույթ չի ընդունել չի շարունակել նախաքննությունը, հաստատ այդ իրավաչափությունը չեն մենք վիճակում։ Մենք փաստն ենք արձանագրում, որ ինքը կոնկրետ նշվել է հենց քրության մեջ աշխատանքային ծանրաբեռնվածության դերնելով այս խորաբաժանման հանձնել։ Ու Պողոս Պողոսյանն էլ է նշում, այս ինչ պատճառով այլի հանձնել, քննիչն է նշում, խնդրում եմ այլի հանձնել։ Այս ամբողջը ոչ թե այս ամբողջ դայալոգ գնանք, հետո դրա նմանատիպ փաստաթղթերի վրա ամբողջական մի հատ կարծիք ասենք։ Նա դիտորոշում այնքան պատվարժան տեսեք, մեր հիմնավորներից մեկը նաև մեր պաշտպանական ուղղություններից մեկն այն է, որ
Սույն դեպքում տեղի ունենում մարդու իրավունքների և հնարազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված այլ նպատակներով անձի-իրավունքների սահմանափակում։ Հիմա եւ այս բոլոր փաստաթղթերը, բոլոր չէ, փաստաթղթերի մեծ մասայնքում են կոնկրետ այս փաստաթղթը, որը մենք նշում ենք, նաեւ այդ փաստը հիմնավորելու համար, որ այս դեպքում այլ նպատակներով հետապնդում է իրականացվել, ակնհայտ է, որ այստեղ քրեական գործընթաց չի եղել բարեգույն իմաստով, այդ իսկ պատճառով այդ մարդիկ ամեն մեկը մի պատճառաբանությամբ հրաժարվել այս գործը քննելուց։ Հիմա եթե մենք այդ փաստերը հաստատենք, որ այլ նպատակներով քրեական հետապնդում է իրականացվել, վերդիկտ կայացնելու համար նախատեսված այդ 1/4 կետերով նշված փաստերը հեքում են մենք։ Այսինքն այստեղ թե ապացուցված չհամարվում վերագրվող արարքը անձի-վերագրվող հանգամանքները, թե արարքի քրեական հակաիրավականությունը, թե մեղադարի կողմից այդ արարքը կատարել եւ չորրորդ ապացված է արդյոք մեղադարի մեղավորություն տվել արարքը կատարել։ Այսինքն մենք այս բոլոր հանգամանքները հեքում ենք։ Լավ, հարգելի պաշտպան, ձեր դիրքորոշումը Երրորդ հատորը ասացինք, առաջինը 301-ով, վերջացրեցինք վերջի փաստաթղթեր։ 1 վայրկյան փորձենք գտնենք երրորդ հատորը։ Երկրորդը վերջացրեցինք, անցնենք երրորդ հատորին։ Լսում ենք ձեզ։ Հենց առաջին էջը գործը արդեն Երևանի քաղաքի վարչությունում է, ղեկավարությունում, բայց որևէ գրություն չկա, թե քննչական կոմիտեից գործը ոնց է հայտնվել Երևան քաղաքի քննչական վարչությունում։ Երրորդ հատոր վարույթեր 1 Այո։ հատոր 3 վարույթեր առաջին։ Այսինքն վերջի փաստաթուղթը երկրորդի է մյուսներ ու երրորդի առաջի փաստաթուղթը էս մյուսներ, եւ ասում ենք, որ ըստ հաջորդականության արդեն իսկ այլ փաստաթուղթ արկա չէ եւ չի երևում, թե ոնց հայտնվեց քննչական կոմիտեից Երևան քաղաքի քննչական վարչությունում։ հասկանա։ 5-ից 8-րդ էջերը ուղղակի հարցումներ են ուղարկվել կրթության նախարարությանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին եւ կրկին պարոն Սարգսյանի վերաբերյալ տվյալներ են պահանջվել այն պայմաններում, որ պարոն Սարգսյանը նշված պայմաններում երբևէ չի աշխատել։ Սա եւս իմ դիտարկման արդյունքում է, որ տարաբնույթ հարցումներ, տարաբնույթ անձանց հարցաքննություններ, տարաբնույթ դեպքերի քննություններ, որպեսզի պարոն Սարգսյանի վերաբերյալ ինչ որ մի բան գտնեն, որը նախաքննական մարմինը դիտարկի որպես անօրինական։ Այս տարածության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի հասցեագրված գրությունը 5-րդ վարույթում եւ որ թվականից է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այդտեղ 5-ից 8-ը պաշտպանության նախարարի այդ կոնկրետ պաշտպանության նախարարությունը դեր խնդիր չենք տեսնում։ Չէ 5-ն էր, համար ասում եք 5-ից 8-ը, սա ոնց որ 5-րդը չէ, մեկ վարքյան համարականում մի քիչ 5-րդ վարույթն է։ Սա պաշտպանության նախարարին հասցեագրված քարտուղարին, նախարարության գլխավոր քարտուղարին հասցեագրված գրությունն է եւ հարցումը թե Վիգեն Սարգսյանը որ թվականից է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։ Չէ, 5 ուրեմն չէ։ 5-ով պետք չէ, տեղեկականա ԿԿՄՍ նախարարի Այսինքն Հայաստանության Ամերիկայի համալսարանի ղեկավար Կարին Մարկիդեսին հասցեագրված գրությունը պարոն Մատեսյանի կողմից, որ Վիգեն Սարգսյանը Ամերիկայի համալսարանում 16 նոյեմբերի պաշտոն ստանձնել է, թե ոչ։ Այդ փաստը եւս մեզ անհրաժեշտ չի, կոնկրետ մեզ հաջորդի մոտ ուղղակի ընդհանուր դետալներ ներկայաց 5-ից 8 Այդ 6-ն է, հիմա 6-ը եւս անհրաժեշտ չէ, 7-րդի մասին, որովհետեւ ձեր մտքավարժությունները չի երևում գործերթերում, հիմա փորձենք հստակեցնել։ Մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Հայաստանության Նաիրի Հարությունյանին պարոն Մոդեսյանի կողմից հասցեագրված գրությունը Վիգեն Սարգսյանը ԿԳՄՍ նախարարություն 11-ից 18 թվականի պաշտոն ստանձնել է, թե ոչ։ Այո, հենց այդ Սրա մասին է խոսքը եւ հաջորդը 8-րդը Զարե Սինանյանին Հայաստանության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար պարոն Մոդեսյանի կողմից Սփյուռքի նախարարությունում 11-ից 18 թվականին պաշտոն ստանձնել է, թե ոչ։ Դրա մասին է խոսքը։ Այսինքն այս 2, 7 եւ 8 դրանից նշվածով ինչ փաստական հանգամանք է 9 կամ
եթե համակցության մեջ ինչ-որ մեկ այլ փաստաթղթերի հետ եք ասելու, վերջում համակցության մեջ, բայց խնդրեմ նաև վկայագոչեք այս փաստաթղթերը ամբողջությամբ, որպեսզի նաև կողմի համար հասկանալի լինի եւ ընկալվի եւ 5-ից 8 անցնենք 5-ից 8-ը, բայց 5-ը 6-ը 7-ից 8, 5-ից 8 չէ, այսինքն 7-8, ճիշտ է։ Այո։ 40-ից 41 մեր տրամադրված նյութերում վարույթ ընդունելու մասին որոշումը ստորագրված չէ։ Մեկ վարքյան, փորձենք հասկանալ, հարգելի պաշտպաններ ջան։ 40 40-ից 43 1 40-ից 41 վարույթ թերթեր։ Դատանում ևս որոշում կա ստորագրված չէ։ Նյութերին դուք ինձ հետ ծանոթացել եք ոնց որ բնօրինակ նյութերին հավանաբար։ մեզ տրամադրվածը սկանդալ։ Բնօրինակ նյութերին Ոչ դրա համար փորձեցի նաև ճշտենք ստորագրված է թե չէ դատանում։ Այսինքն 41 որոշում քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ Այո։ Որը ստորագրված չէ, դրա կարծիքով սրա վերաբերյալ արդեն հետագայում եք դիտորոշում կարող։ Հաջորդը 42-ից 43 էջերում նախաքննության ժամկետի երկարացնելու միջնորդություն, ըստ որի մինչև 2021 թվականի փետրվար 22-ն պետք է երկարացվել, որը ստորագրված չի, հետագայում երկարացնելու մասին դատախազի որոշում վարույթի նյութերում չկա։ Այսինքն ևս 42-43 վարույթ թերթերը երրորդ հատորի անենք դատանը նաև կողմերի համար անգելի հանրային մեղադրող նաև ձեզ տեսանելի լինելու համարաբար ծանոթ եք, բայց ուղղակի ցույց տալու համար հարկա չի ստորագրությունը խոսքը վերաբերում է քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությանը 15 հունվարի 21 թվականին կայացված 42-43 Ու երկարացնելու որոշումը չկա պաշտպանական։ Հիմա եթե չկա, ես չեմ կարող ասել այս նյութերը չկա։ Դե հասկանալի է, բայց չլինելու համար Պետք է ամբողջ նյութերը հետազոտենք։ Ուրիշ տարբերակ չի մնում։ Արձանագրենք ըստ ձեզ, հա։ Այո, որովհետև Չէ, որ վարույթ թերթ ասենք, թե դա դե կոնկրետ այս վարույթում պետք է լինի։ Կներեք, այս հատումում պետք է լինի երկարացման որոշում։ Այո։ Որովհետև օրինակ 93 էջում կրկին մեկ ամիս ժամանակով նախաքննության ժամկետը երկարացնելու որոշումը, բայց էլ միջնորդությունը, բայց էլ երկարացնելու որոշումը չկա։ Եվս զույգ միջնորդության երկարաձգման որոշումը արկա չէ։ Միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ։ Այսինքն երրորդ հատորում երկու հատ նմանատիպ խնդիր ունենք, հետևաբար երրորդ հատորը նյութեր ուսումնասիրելու արդյունքում պարզ կդառնա, որ այդ երկարացնելու որոշումները արկա չէ։ Մեկ միակ կայացված որոշումներ։ Ճիշտ է։ Այո։ Հիմա ըստ այդմ ինչ է որ վարույթ թերթերը ամբողջ դրանից հետո ամբողջը հետազոտենք։ Ես կարող եմ հայտարարել, որ այդ որոշումը չկա, բայց այդ փաստը հաստատելու համար
միակ տարբերակը, որպեսզի բարույթի նյութերը հետազոտենք, հասկանանք, այդ որոշումը թե չկա։ Միջև Երկրորդ հատորան, երրորդ հատորան ամբողջությամբ հետազոտենք, հասկանանք։ հետևավոր Այդ դրամաբանությամբ։ Հետազոտել 43-րդ վարույթերթից միջև վերջ, հա? Հա, 42-3։ 43-ից է։ Հա։ Հետազոտել վարույթերթ 43-ից Երրորդ հատորի 78 և 100։ Հա, առանձին այլ հանգամանք հիմնավորելու համար ասես։ Այո։ 170 78 էջը և 127 էջը, 78 երբ որ քննիչին գործը փոխանցվում է, բայց առանց մակագրության, 78 այո, 78 և 127։ Փորձենք գտնել, հարգելի պաշտպան գտնել։ Որոշում քրեական գործ վարույթ ընդունելու մասին։ Այո, բայց չկա նախորդիվ, թե օրինակ այդ գործը, ինչպես գիտենք, քննիչին վարույթի ընթացքում անմիջական վերադաս, եւ անմիջական վերադասը կարող քննիչին հանձնել, այդ գործը վարույթ ընդունելի կատարի կամ շարունակի նախաքննություն։ Հիմա պարզ չի, թե այս քննիչը, որ քրեական գործը վարույթ ընդունեց իրանով, հանձնարարեց, որպեսզի ինքը այդ գործը վարույթ ընդունի նախաքննությունը շարունակի։ Վիկտորիա գրում ես, ապրես, հատոր 3 վարույթ թերթ 78 Եվ նույնք էլ 127։ Քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ Հարյուր 27 Այո։ Ստեղ վարույթ թերթում քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում 30 օգոստոսի 21 թվականին։ Հաջորդը այս երկուսը Հաջորդը արդեն 4-րդ հատոր պատվարժան դատարան։ 124-րդ էջում գույքի վրա կալանք դնելու մասին 20 վայրկյան փորձեմ գտնեմ հարգելի պաշտպան 4-րդ հատորը 124 124-ից առաջ էջն է, երկրորդ էջն 120 Գույքի վրա կալանք դնելու որոշումը շարունակությունը 125 մասնավորապես թեև նախորդիվ կատարված քննությամբ արդեն կարելի է եզրահանգել, որ մեր գնահատմամբ Պարոն Սարգսյանի նկատմամբ արդեն իսկ հետապնդումը սկսված է և իրականացվում է, բայց այն ավելի ակնհայտ է դառնում հենց այս գույքի վրա կալանք դնելու մասին որոշման կայացումից, հաշվի առնելով նաև Էկրեմն դեմ Գերմանիայի գործով արտահայտված երևական դիրքորոշումները, մենք սա հետագայում կանդրադառնանք քրեական հետապնդման սկսման պահի համատեքստում։ Այսինքն փաստացի քրեական հետապնդման սկսման պահի համատեքստում։ Հասկանալի։ Մեկ վայրկյան, նշեմ, հարգելի պաշտպան։
այդպես հաստատներ Արկա չեն։ Անցնենք 5-րդ հատորը Տասվեցից 18-րդ էջը մասնավորապես ես ինչպես արդեն նշում էի Պարոն Սարգսյանի ընտանիքի անդամների վերաբերյալ քննության առումով դիտարկումները այս մասով արդեն բարձր է դառնում, որ անչափահաս երեխաների վերաբերել է համապատասխանական հետապնդման մարմինները տեղեկություններ փորձել ձեռք բերել։ որպես անձը որպես չածր կարող որ երեխաների առկայությունը մեղվացնող հանգամանք կարող է բազմակողմանի քննություն արել։ Չեմ կարծում, բավական դարձան այդ ժամանակ մեղադրանք էլ չի եղել, որ հանցը Չեմ կարծում։ Հենց այդ դրա համար էլ ասենք անչափահաս երեխաների վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու իմաստը այդ իմաստը քանի կողմից 16-ից 16-ից 6 հատոր 5 Վարույթեր 16-ից 17 18 եւ ինչ տասա ինչ փաստական հանգամանք Արկային Թամարա Սարգսյան Վիգենի Մարիա Սարգսյան Վիգենի եւ Հասմիկ Սարգսյան Վիգենի վերաբերյալ որ տարբեր ուղղություններով կապ ունեցող անձիկ, որոշակի կապ ունեցող անձիկ, շատ կայուն կապ ունեցող, այսինքն մերձավոր ազգականների վերաբերյալ տեղեկությունները ամբողջական պետական ապարատը ծված եղել, որպեսզի ձեռք բերի։ Այսինքն տեղեկություններ, որ կհամադրեն ու կհասկանան ինչ որ բան հնարավոր է գտնել, թե ինչ որ բան հնարավոր չի գտնել։ Մենք այդ ամբողջ համատեքստում ես նշեցի, ասենք, գործը ինչից է սկսել, գործի սկզբանը ինչ ուղղությամբ է քննությունն իրականացվել, եւ այն անձինք, ովքեր որ Պարոն Սարգսյանի հետ որոշակի կապ ունեցել են, օրինակ պարոն Բաղարյանը իր գույքի վրա արգելք կա դրվել, տանձը քաշքշուկների դատական պրոցեսների մեջ է մտել։ Այսինքն մենք այս տվյալները ընտանիքի առավելապես անչափահաս երեխաների վերաբերյալ տվյալներ ձեռք բերելը այլ նպատակ մեր գնահատմամբ չէ կարող հետապնդել, քան փորձել ինչ որ բան գտնել, ինչ որ ճնշման գործիք ստեղծել։ Ավելի սպարզ ասեմ, էլի, ինչ է, փաստացի ոչ թե ինչ-որ մի հատ հանցագործության դեպքի մասին հաղորդում եղել քննությունա կատարվել այդ դեպքի արդի, այլ այս անձի վերաբերյալ փորձել են ինչ հնարավոր է ուսումնասիրել, ինքը անձն է եղել կենտրոնում, ոչ թե դեպքը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ այլ նպատակներով Եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածով նախատեսված այլ նպատակներով իրավունքների սահմանափակումներ է տեղի ունեցել։ Ինքը նպատակ չի եղել գործի քննություն, ինչ-որ դեպք հանցագործության բացահայտել։ Այդ անձի վերաբերյալ ինչ հնարավոր է իր մեծավոր ազգականների տեղեկատվությունը տարբեր մարմիններից պահանջել ստացվել։ Դե եթե դեպքի վերաբերյալ ձեզ ասում եք որ վարույթան նախաձեռնել կամ քրեական գործ աղուցվել, հետո դեպքի վերաբերյալ քննումը կոնկրետ անձի շրջանակներում քննություն չի իրականացվում, դեպքը այսինքն դեպք կատարվեց, դեպքը չի կատարվում անձի կողմից։ Ում կողմից է կատարվում, ասենք։ Բայց մտիրը դրան տեք չէ։ Ասենք ինչի մեջ է։ Հիմա անորոշ ինչ-որ քննություն անեն, օրինակ ինչ աղվեր, պատկերացնենք ես օրինակ Ասպաչյան, տրանսպորտային ինչ-որ հանցագործության վերաբերյալ հանցագործության եմ մասնակից դառնում։ Մենք էլ դեպք է նախաձեռնում տրանսպորտային հանցագործության վերաբերյալ քննություն է կատարվում, այդ շրջանակում իմ գույքն են սկսում ուսումնասիրել։ Ուզում են հասկանալ իմ գույքի ծագումն, ինչ կապ ունի գույքի իմ ծագումնականությունը ենթադրել ավտոտրանսպորտային դեպքի հետ։ Բար օրինակ, չի կարա, չէ՞ դες լինի։ Հիմա այս դեպքում ես ձև է իրականացվել։ Ներեք հաղթողնալ հայկական ես հայտարարությունները անունենևին նպատակ չունեմ պաշտպանների իրենց առաքելությունը ստվերելու, բայց այնպիսի տպավորություն է, որ պաշտպանների վերածը պատճառաբանության, որ պետք է վարույթ իրականացնող մարմինը կոնկրետ մի գործողություն կամ սահմանափակ որոշակի գործողություններ կատարել եւ սահմանափակվել, հակառակ դեպքում քաղաքական հետապնդում պետք է դիտվել կամ չգիտեմ այլ որակական ցուցիչներ պետք է տրվել։ Իմ գնահատմամբ կատարվել է համակողմանի, բազմակողմանի քննություն, գործի բոլոր փաստերը բարձելու ուղղությամբ։ Հետևաբար նույնիսկ եթե ընտանիքի անդամի վերաբերյալ տվյալ է ձեռք բերում, որոշակի նպատակ ունի։
Եվ այո, դե հետագա նյութերի ուսումնասիրությունը վերլուծենք, հենց երեխեքի տվյալների ձեռքբերումը որոշակի ապացուցողական նշանակություն է ունեցել։ Ուստի այս փուլում հայտարարությունները արձանագրվեցին։ Մի բան այո, ես համաձայն եմ քննիչի դատախազի ներողություններ, համակողմանի քննություն է կազմել, բայց այդ համակողմանի բացակողման եղել է անձի շուրջ, ոչ թե դեպքի։ Այսինքն տարբերություն դրա մեջ է։ Պատվական հատորում, այսինքն 5-րդ հատորում, կրկին 268-271 կրկին հանձնարարությունն է, մանրատիպ հանձնարարություն մեկ անգամ ես արդեն նշեցի, որ ունենալով ամբողջային ինֆորմացիան, որի հիման վրա հետագայում ասում են, որ գործարքները շինծու են, կրկին հանձնարարություն է տրվում բարձրելու համար իրական են արդյոք հետագայում վաճառքի պայմանագրերը, թե շինծու են։ Մեկ վայրկյան։ Մանրատիպ հաստատումն արդեն նշեցի մեկ Խոսքը 268-ից 271 Արույթերթում արկա է որոշում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին եւ ինչն է հիմնավորվում նմանատիպ մեկ էլի նախորդի վեր կա, այսինքն վերջնարդյունքում կադաստրային գործը աննմատելով, հետազոտելով, արձերագրելով եւ հետազոտելով հանգում են այդ եզրակացության, որ այս գործակները առնվաճառքի շինծու են։ Այսինքն եզրահանգումը կատարում է։ Բայց եթե այդ կադաստրային գործերից կարելի է այդ եզրահանգումը կատարել, որ շինծու է, դուք արդեն ունեք այդ կադաստրային գործերը, ինչի եք հարցում հանձնարարություն տալիս ասում եք պարզ է շինծու են, թե շինծու չեն։ Այսինքն նույնիսկ այս հանձնարարություն տվող անձն է իր մոդելային ընկասվածը, որ այս գործակները շինծու չեն։ Հակառակ բաղկայում ինքը այդ հանձնարարությունը չէր տա, որովհետև առանց այդ հանձնարարությանը ինքը հետագայում կադաստրային գործերի ուսումնասիրությունը բավարար է համարում, արձանագրելով, որ գործակները շինծու են։ Նայեք, տեսեք, մի հարց էլի արգելի պաշտպաներ։ Դուք վկայակոչում եք, որ հետազոտենք մի փաստաթուղթ, որը դիրքորոշումն է վարույթ իրականացնող մարմնի այն ժամանակ։ Այո։ Հիմա դատարանը վերցիկ կայացնելու համար կաշկանդվածություն ունի որևէ մեկի դիրքորոշում, թե ապացույցների հիման վրա պետք է վերցիկ կայացնել։ Հասկանալի է պատվարժան դատան, տեսեք, ես իրավական առումով համաձայն եմ, որ սա որպես դասական առումով ապացույց է հանձնարարությունը չի կարող։ Չէ, եթե ասեք թե մեկ այլ ապացույցի անթույլատրելիության մասին ասեք, օրինակ կամ որ տեսեք ու անթույլատրել եք ցանկանում պետք է հետազոտենք օրինակ ՕՀՄ-ների որոշումները, միջնորդություններ, որովհետև դրա հետ կապված անթույլատրելիության միջնորդություն ունենք, ասում ենք կամ ինչ որ քրեական գործի հարուցման հետ կապված կամ ինչ որ մի բան, որոնք որ թեև դասական իմաստով ապացույցի տեսակ չեն, բայց ապացուցում են ձեր միջնորդության հիմնավորվածությունը։ Բայց հիմա կոնկրետ տվյալ պարագայում այս որոշումը, որ վարույթ իրականացնող մարմնի քննիչի Մինասյանի դիրքորոշումն է ինչ որ միտեղ։ Հիմա դատարանը ինչ եթե ինքը գտնում է որ ինչ որ մի բան որ շինծու չի կամ շինծու է, դատարանը կաշկանդված է ու ասելու է չէ իրականում քանի որ քննիչը որոշել է շինծու չի, այլևս ապացույց չենք հետազոտել, ասել ենք շինծու չի, թե ինչ ենք անում, դատարանը ինչ է անել, էլի մի հատ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից, օբյեկտիվ դիտորդի մոտ կարող առաջանալ համոզում, որ նույնիսկ գործը քննող օբյեկտիվ դիտորդին պետք չի օբյեկտիվ դիտորդը ինչ ուզում է մտածի, դատարանը պետք է իր որոշումը կայացնի, իր ապացույցների հիմա վրա օբյեկտիվ դիտորդին բերենք նստեցնենք, ասենք դե դատականը կայացնում արդարացիության առումով նույնիսկ ինքը տեսնում որ նույն քննիչը ինքը վստահ չի որ այստեղ շիծու գործակներ կա։ Հասկանալի է քննիչի դիրքորոշումը ես կաշկանդված եմ, կամ եթե հիմա քննիչը որոշում կայացրած լիներ, որ շիծու է, օրինակ հակառակ ձեր դիրքորոշմանը, եւս կարող է հավանաբար չէ, հիմա հանրային մեղադրող ասի տեսեք քննիչը որոշել է որ դա շինծու է ու ասում ենք մի դա ապացույցի տեսակ դուք ոնց եք արձագանքելու։ Դա ապացույցի տեսակ չէ լինում պատվարժան դատարան։ Բա հիմա ոնց ենք անում, մի հատ փորձեմ ես հասկանամ ձեր դիրքորոշումը, հետո որ որոշում կայացնեմ էլի ասեմ։ Տեսեք։ Քննիչը մեղադրանքի որոշում է կայացրել կամ դատախազը հանրային քրեական հետապնդվածության մասին որոշում է կայացրել։ Հիմա դրանով բավարարում ենք, ասենք վերջ, ես որոշում որ կա արդեն վերջ կայացված է, դատականակ կայացնենք։ Դիրքորոշումը ճիշտ է, դրա շուրջ ապացույցներ գոյություն ունեն, այդ դիրքորոշման շրջանակներում, այսինքն վերջնական վերջին կայացնելու համար ապացույցներ գոյություն ունեն։ Այդ ապացույցների հիմա վրա մենք պետք է նոր որոշում ուղղակի ապացույցների բավարարության առումով պատվարժան դատա։ Եթե ինքը ունի XYZ ապացույցը այս փուլով, ու այդքանը բավարար չի իրեն հանձնարարությունը տալի ասում պարզի թե շինծու է թե չէ,
այդ հանձնարարությունը պատասխանել այդպես բարձրացած բան չի գալիս։ Ու հետո գործի վերջումների ունենում X, Y, Z ապացույցները ու առանձնացուցիչ չի ասում աշինց ու Էսի արդեն վկայում այն մասին, որ այն ժամանակ էլ ունեիր դու այս երեք ապացույցը, բայց այդ բավարար չէին համարել այդ երեք ապացույցը, լրացուցիչ միջոցներ էիր ձեռնարկում այլ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Բայց ինչպես ստացվեց, որ վերջում դու ելի ունենալով այդ երեք ապացույցը հանգեց իրեն այս զարգացության, որ գործարկել։ Լավ, հիմա քննիչին կարգապահական պատասխանության ենթարկելու կամ քրեական պատասխանության ենթարկելու ինավորվածությունն է, այս քննիչի մասով։ Ապացույցների հիման վրա չէ, այսինքն քննիչը մի դեպքում կարող է գտել օրինակ եմ ասում, բավարար չի, մյուս դեպքում մեկ այլ քննիչ գտնում է բավարար կամ ինչ որ դատան մի որոշում է կայացնում, վերաքննիչ դատանը բեկանում է։ Հիմա ապացույցի կոնկրետ եղած ապացույցի շրջանակներում չենք մենք քննության առարկա դարձնելու, այսինքն հենց այս ապացույցը արդյոք բավարար է թե չէ։ Այստեղ դրա մասին ենք խոսք անում, թե ասում ենք լավ քննիչը, եթե գտեց բավարար, եթե գտա որ բավարար չի քննիչը, թեխի այդ ձև գտավ, ես չգիտեմ քննիչի որոշումն է, ասենք թե իր գործն է, այս քննիչի գործողությունների ավաչափության հետ կապված, որովհետև այս պայդրությամբ քննության առարկա չենք դարձնում, գնահատականի չենք դարձնում, ապացույցների վրա անձի մեղավորության հարց ենք լուծելու։ Հիմա մեղավոր է թե մեղավոր չի։ Հիմա սա կոնկրետ այս որոշումը ինչն է ապացուցել։ Բացի այդ դատանն ակնհայտելու վերջում քննիչի դիրքորոշում կապ չունի, դա իհարկե այդպես է, բայց այստեղ մենք ուրիշ հարցեր ենք բարձրացնում։ Մենք քանի որ ասում ենք Չէ, ես ըստ այդ ասում եմ նշանակություն ունի քննիչի դիրքորոշում, թե չէ, դուք ասեք, դատանը վերջում որոշում դատանի համար չունի, բայց մեր դիրքորոշումները որ հենց տարբերակված մոտեցում այս սկզբանե տեղի ունեցել, եւ եթե դու ունես 3 ապացույց, որը որ կարող ես այդ 3 ապացույցը բավարար չի, ասես լավ գործեր չեմ շարունակում, գործը անհիմնա չեմ շարունակում, կարճ ունենք։ Բայց դու չես անում դա, ուզում ես նորից ապացույցներ ձեռք բերես, ու չես կարող ձեռք բերես, բայց այդ ոչ բավարար ապացույցներով դու էլի գործը չես կարճում, ուղարկում ես դատարան։ Դա հենց տարբերակված մոտեցման մասին է խոսում, քննիչի նախաքննական բանի կողմից դրսևորած, այլ ոչ թե հետագայում թե դատարանը այդ քննիչի գործողություններին գնահատական տալու առումով այս մասով չենք մենք հարցը բարձրացնում։ Նաև մեկ հարց հարգելի պաշտպաներ, որ նշում եք անընդհատ տարբերակված մոտեցում է, ուղղակի, եթե տարբերակված մոտեցումը քննիչը ինչու է ի սկզբանե կարծում, որ բավարար չի, ի սկզբանե կարծել, որ բավարար է։ Որովհետև այդ քննիչը կարծի թե չկարծի, ինքը պետք է վերջին վերջում մտադրված է, որ դատարան պետք է ուղարկի, քիչ թե շատ պետք է հիմնավոր լինի, չէ՞։ Չէ, տեսեք, մեկ ասում եք քննիչը կարծում է, որ բավարար չի, բայց տարբերակված է մոտեցումը պարոն Սարգսյանի մասով, չէ՞, պարոն Սարգսյան, քանի որ պարոն Սարգսյանի վերաբերյալ գործը քննում, ըստ էության գործը ամբողջությամբ շինծու է, տարբերակված մոտեցում է, այդ իսկ պատճառով գործը ուղարկել են դատարան, ապօրինի հետապնդում են իրականացնում։ Որտեղ տարբեր քննիչներ պատվարժան։ Կոնկրետ այս քննիչը, որ այս հանձնարարություն տալիս են ուրիշ քննիչ է, բայց այն վերջում որ արդեն 1 տարուց ավել շարունակմագործի քննություն ունի ինքն էլ ուղարկում է մեղադրական իշխանությունն ինքը կազմում է, դա ուրիշ քննիչ է։ Պատվարժան դատան, տեսեք էլի, սրանով նաև մենք ինչ ենք հաստատում, որ ոչ միայն մենք ենք մտածում, որ սա տարբերակված այն նպատակներով է կատարվում։ Նաև քննիչն է տեսել, որ այդ պահի դրությամբ քննիչն է գտել, որ այդ պահի դրությամբ շինծու գործեր չկա։ Հիմա քննիչին բերելու ենք հարցակրնենք, ինքն էլ ասի։ Չէ, տեսեք, չէ, հարցակրնելը չէ, մենք սրանով հիմնավորում ենք, որ այն ինչ որ մենք ասում ենք այն նպատակներով է կատարվում։ Նաև հիմնված է որոշակի տվյալների վրա, հենց այնպես չենք ասում, այդ տվյալներից մեկն էլ հենց դա է։ Եվ երկրորդ, երբ որ ասում ենք, այո, դատարանն է որոշում կայացնում, բայց հիմա օբյեկտիվ դիտորդը չի որոշում կայացնում, դատարանը որոշում կայացնում, բայց մի բան է պետք է հաշվառենք, որ ի վերջո ասում են արտադրությունը ոչ միայն պետք է իրականացնել, այլ տեսանելի լինի, չէ՞։ Իսկ այդ կայացած որոշումները, որ պետք է կատարեն, նաև այս հետազոտվող ապացույցների որոշակի գնահատական պետք է լինեն։ Հա, բայց քննությունը հենց այդ է իրականացվում է, որ գնահատական տրվի նախաքննության ընթացքում կատարված գործողություններին։ Հիմա քննիչը ըստ էության գործը վերջնական մենք անհատ քննիչի շրջանակներում գործի քննություն չի իրականացում իր գործողությունը, այն ընդհանուր անձի վերաբերյալ քննություն իրականացում ընդհանուր մեղադրանքի կողմի կատարված գործողությունների հետ կապված, այսինքն հիմա անհատ քննիչը sense կարծեց, այդ անհատ քննիչի գործողությանը հետ կապված ես առանձին մեղադրանքի շրջանակներում եք, չէ՞, գործը քննում։ Հիմա այս մի քննիչ ինչ-որ մի բան կարծել, կարող է հսկող դատախազը վերացրել այդ որոշումը։ Հիմա ասենք լավ քննիչը sense կարծել, տեսեք ուրեմն տարբերակված մոտեցում ասծես։ Քննություն են իրականացում, կարող որոշում կայացվի, կարող վերացվի, վերջը դատավարությունն է։ Գույցունի մեկը օրինակ եմ ասում, հարգել դիրքորոշումները,
մի քննիչ կարծել է այստեղ, մյուս քննիչ ասում է բավարար է օրինակ։ Ես բավարար եմ տեսնում, դուք ոնց եք բավարարության տեսանկյունից ոնց եք համարում, դա վերջը ինքնին չպետք է լինի տարբերակված։ Ուղղակի մի օր միջացել, այն նախորդ Որոշումներ են կայացնում անձինք, ապացույցների բավարարության տեսակետից, նաև թեկուզ հիմնավորվածության տեսակետից չի կարող տարբերակված լինի այդ Կարող է, բայց մենք համակցության մեջ չենք ասում, այս ամեն ինչը դիտարկել։ Չենք ասում կոնկրետ քննիչի դիրքորոշումը հաշվարեք ու բան։ Դե ուղղակի քննիչի դիրքորոշումն է, հարգելի կողմեր, հիմա որոշումը, ես ուզում եմ հասկանամ, որոշումը հետազոտեցին, քննիչը ասեց, ես գտնում եմ, որ այսպես չի։ Բայց դատանը հետազոտում է, կամ մի օր քննիչեր ասել է գտել են, որ բավարար է, դատանը հետազոտում է ապացույց, որպես այդպիսին, որը որ նշանակություն ունի վերջին կայացնելու համար, անկախ քննիչների դիրքորոշումներից։ Այս դիրքորոշումը ի՞նչն է ապացուցելու։ Պատվարժան դատան, եթե տեսեք դասական առումով ապացույցների տրամաբանության Ապացույցների անդրադառնության հետ կապված որևէ նշանակություն ունենալու է, թե չէ, որևէ ապացույցի, որևէ ձևով դատավարական կարգի խախտման հետ կապված, որևէ նշանակություն ունենալու է, թե ոչ, վերջին կայացնելու համար, այսինքն նյութական դատավարական ընթացակարգի խախտում արձանագրելու եւ դրա հիման վրա որևէ տեսակի վերջին կայացնելու համար, այսինքն արդարացման վերջին կայացնելու համար, այս դիրքորոշումը, այսինքն որպես ապացույցի տեսակ ըստ ձեզ ինչ ասել են քննիչը, քանի որ ասել է չկա, ուրեմն չկա կամ կա։ Այլ նպատակներով համակցության մեջ մնացածներ կողմից այդպես տվյալների հետ այլ թույլ է տալու դալային եզրահանգման, որ իրականացված քրեական հետապնդումը այլ նպատակներով է իրականացվել։ Ինքը համակցության մեջ, ես էլ իսկ բանը նշեցի, որ այդ փաստաթղթը համակցության Նշեմ, ձեր դիրքորոշումը պարզ է վերջնական, հարցերը սպառվեցին, մեկ հայտարարություն ամենը գնահատման պաշտպանները շատ սուբյեկտիվ նեղ մեկնաբանություն են անում ընդգրկվելով այդ նույն տրամաբանությամբ, եթե քննիչը մեկ այլ գործողություն կատարեր, կարայինների սուբյեկտիվ ինչ-որ մղում տային ու հաղորդեին, թե ապացույցի ձեռքբերումը կրկին միտված էր դրան։ Մենք պետք է դիտենք այս կոնկրետ տվյալ փաստաթղթով ձեռքբերված կամ առհասարակ տվյալ ապացույցով կոնկրետ ուղիղ ինչ է հաստատվում կամ չի հաստատվում։ Ամենևին չեմ կասկածի տակ դնում այն հանգամանքը, որ կան որոշակի փաստեր, հանգամանքներ, որ ընդհանրության մեջ կարող են որոշակի գնահատման արժանացնել։ Բայց քննիչի կողմից բազմաթիվ որոշումներ, դատավարական գործողություններ կարող են կատարված լինել։ Այդ բոլորը ինչ-որ այսպես ծաղկե փունջ դարձնել եւ ներկայացնել ինչ-որ կողմի տակ, գտնում եմ, որ իրավունքի չարաշահման դրսևորում է։ Անձի կարծիքին առաջարկություններն են ներկայացնում, որ չի սահմանափակում դատանը ներկայացնելու իրավունքը առաջարկություններ։ Բաժան դատան 397 268-ից 271-ներ, ճիշտ է։ Այո։ Այս մեկը անցնում։ Մյուսը 398-րդ էջում արկա է կենտրոնի ճակատամարտերի Երևան կենտրոններով վարչակարգաշրջանների բաժնապետի ՔԿ-ի վարչության պետի ուղարկվածությունը, որտեղ որ նշվում է ագրաված կադաստրային գործերը չեն հայտնաբերվել։ Այսինքն այն կադաստրային գործերը, որոնք որ ագրավել են, որոնք որ հետագայում զննվել են, որոնք որ հիմա մեղադրանքի կողմի ապացույց են, երբ որ պահանջվում է կենտրոնի բաժնից, հետադարձությամբ հայտնվում է, որ այդ կադաստրային գործերը չեն հայտնաբերվել։ 398 400 էջում է, որպես շնորհավորություն, ԿԿ-ի քննչական կոմիտեի վարչության պետ Շփոյանն ասում է, ասեմ, ոնց որ ձեր մոտ պետք է լինի գտեք ուղղակի։ Яаж գտել է, թե՞։ Կա, չկա։ Եթե սրանից հետո նույնիսկ գտել են ինչ-որ փաստաթղթեր, արդեն իսկ օրինականության կարծիքով կասկածներ առաջացան։ Այս ձեզ, որ եթե չկար, հետո ասում ա գտեք, խնդիր կա այդ փաստաթղթերի։ Եթե չկա, վերջ-վերջը ոնց գտնվեց, բայց ու ոնց զննվեց, ոնց դարձավ մեղադրանքի կողմի ապացույց։ Նա, հասկանալի։ Իսկ այդ հայտարարության հանդես կա, պատվարժան դատան դա չի վերաբերում ամբողջ կադաստրային գործին եւ մինչեւ այդքան զննված են եւ Մինչ այդ զննված են։ զննված են։ Ես այդքան էլ համաձայն չեմ, բայց հետագայում կտեսնենք դա։ Նա, հասկանալի։ Որովհետև ամբողջ կադաստրային նյութերը, քանի որ գործը քննվելիս է կենտրոնի բաժնում է, եւ որ գործը կենտրոնի բաժնից փոխանցվել է արդեն քննչական կոմիտե, պահանջվել է, ասել է գործը ուղարկել եք, բայց կադաստրային գործերը չեք ուղարկել, եթե ուղարկեցեք,
մանեն եկել ասել են չկա մեր մոտ որ ուղարկենք։ Հասկանում եմ։ 398, 400 5-րդ հատորը կասը խտերը այստեղ են մեր զանաճիշ։ Ստեղ չեք վկայակոչել, չէ, հավանաբար, որ մեղադրանքի կողմը ևս վկայակոչել։ Որպես ապացույց, չէ, ես բացել եմ զտել։ Հա, համաձայն չկա։ Հաջորդը 6-րդ հատոր 6-րդ հատոր։ Երկրորդ էջը եւ արդեն իսկ Քննիչ Ադամյանը շարունակում է նախաքննությունը մատակարարությունը թղթի վրա նշված է շարունակել նախաքննությունը, բայց որևէ չի բացահայտվել փաստաթղթից, թե դա ում հանձնարարությունն է։ Ում հանձնարարությունն է։ Այո, այդտեղ բանկականություն է շարունակել նախաքննությունը, ստորագրություն, բայց այդ ստորագրության պատկանելիությունը բացահայտված չի։ Այսինքն կեղծ փաստաթուղթ է։ Ոչ թե կեղծ փաստաթուղթ է պարտավոր դատարան, կասկած հարուցող փաստաթուղթ է, որովհետև ինչպես արդեն նշեցի, քննիչի նախաքննության շարունակելու հազարություն կարող է տալ բացառապես իրավիճական վերադասը։ Տվյալ դեպքում, երբ որ հանձնարարությունը տրվում է կամ նախկին բանկականության տեսքով, պետք է հստակ գոնե անձը նույնակարացնող տվյալներ լինի, օրինակ ստորագրություն, այսինչ, որպեսզի հետագայում այդ փաստաթղթի օրինականությունը ստուգելու հնարավորություն առկա լինի, կարողանանք պարզել արդյոք անմիջական վերադասի կողմից հանձնարարությունը տրված եղել, թե օրինակ այլ անձի կողմից ստորագրությունը տրված եղել։ Կարող է նաև տեսականորեն չի բացառվում, տեսականորեն, որ անմիջական վերադասն է, բայց հակառակն էլ չի բացառվում, այսինքն չփարատված կասկած է այստեղ արդեն ունում, այդ ստորագրությունը անմիջական վերադասի ստորագրությունն է, թե անձի ստորագրությունը։ 142-րդ էջում կներեք մի հատ արձանագրեմ։ Ընդ որում 12-րդ էջում երկուսից հետո 12-րդ էջում 17-2023 թվականի գրություն է, սանով են ինտերվալներ ցույց տալու, որ նախորդից մինչև հիմա մոտ 10 ամիս արդեն իսկ սկզբում եւ որ նախաքննությունը շատ արագ գնում էր տարբեր քննիչներից տարբեր դարաբնութացումներ, արդեն իսկ գործը 10 ամիս որևէ գործողություն չի կատարել։ Քանի որ մենք հետագայում ողջամիտ ժամկետների հարցեր ենք բարձրացնելու, այս փաստարկատիկները սարունում են անհրաժեշտ հետազոտել։ Այսինքն 12-րդ ժամկետները հարցը բարձրացնելու եք դատանում, դրա հիման վրա որ ինչ անի դատանում, վերցին կայացնի արտադատականության իրավունքի բաղադրատար ողջամիտ ժամկետը դատանը կարող է չարդարացնել այդ հիմքով, բայց խախտումը առնվազն արձանագրվի որպես իրավունքի խախտման փաստի իրավունքի խախտում, որպես արձանագրվի ողջամիտ ժամկետը փոխի քննության իրավունքը։ Ընդ որում թե վերաբերելի չի, բայց որոշ դեպքերում օրինակ, երբ որ դատարանը եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետի խախտում է արձանագրում, դա հիմք է հանդիսանում, օրինակ այս գործի վերաբերել չի, որպեսզի պատժի չափը նվազեցվի։ Այսինքն առանց այդ ողջամիտ ժամկետը դրամացվել, բայց քանի որ այս գործում է գտնում են որ արդարացման վերդիկտ պետք է լինի, ողջամիտ ժամկետի հարցը իմ կողմից նշված է դիրքում քննարկելը առաքարազատել։ Ուղղակի խախտման հետազոտենք թե չէ։ Հետազոտենք ուղղակի խախտման արձանագրելու։ Չէ, այլ բան։ Կասկածում եք որ արդարացման վերդիկտ, այսինքն գտնում եք որ մեղավորը բաժից հանենք հետո։ Հատուկ չէ, ասե պատվաժանական։ Այդ դիրքորոշումը ասացի որ պատվաժանական հատուկ չէ, որ քննարկում չլինի, որ խոսքը սրան չի վերաբերում։ Խոսքը վերաբերում է նա, որ հատուկ արձանագրվի իրավունքի խախտման փաստը։ Լավ, հասկանալի է։ Դե չէ մեղավորության մասին առհասարակ մեղադրական այդ մասով մենք չենք մտածում, էլի անգամ բաժի մասով, մենք միանշանակ մեզ համար բազա որ այդ գործով պետք է արդարացման վերդիկտ լինի։
Հա։ Երկու կողմերն են ամեն ինչ բարձր միայն դատարանի բարձ չի դեր։ Հաջորդ։ 142 էջում պատմական դատան հարցնելով կորցան գիտության մշակույթի սպորտի նախարարության բարձելու համար թե արդյոք Աբովյանի ու հասցեն պատմամշակութային հետ ոչ այն հասցենը, որը որից դիտում կարողացան հասցնել է, այսինքն գործակները այդ հասցեի բնականից է սկսվել, սա ևս Էրնի օրինակ է, որ հարցում են կատարում, ասում են հյուսային պողոտավան տոթյակը, որ կառուցվել է օրինականա, թե չէ, գործակնություն նշանակենք, տեսնենք օրինականա, թե չէ, խախտում է վերա, թե չէ։ Նույն տրամաբանությամբ պես Աբովյանի հասցեի տունում, վնասնա պատմամշակութային արժեք ունի, թե չէ, եթե ունի, այդ դեպքում քննություն ամեն հասկանամ, այդ ոնց է ձեռք բերվելու ժամանակին։ Այսինքն ինքնին կողմից նշված տարաբնույթ ուղղություններով հարցումներ, տեղեկությունների ձեռք բերում, որպեսզի համադրեն, հասկանան ինչ-որ անօրինական բան կա թե չէ, հենց այս տրամաբանության համատեքստումը։ Այսինքն տեղեկատվության պահանջ քննիչի կողմից ուղղված վերագրվում է նախարարությանը, դա ինչն է որ նշեցիք որ ցանկանում բազմակողմանի քննություն անի, սա բազմակողմանի քննությունը մնաց պարոն Սարգսյանի, եթե այդպես ձևակերպենք։ Եթե տեսեք պատվաժան դատան, եթե մենք այսպես ենթադրյալ փողերի լվացման հետ գործում էինք, այդ շենքի պատմամշակութային լինելը, ասենք, ինչ նշանակություն ուներ, բնորոշ բարձում որ պատմամշակութային չէ, ես գնահատական չեմ։ Չէ, ես հարցը սրետորական եմ, հարցը ուզում եմ հասկանամ ինչն է սրանով Պատվաշան դատան, եթե կոկտակ միգուցիայքի գոյությունի նաև հասցեի կապված հրապարակում կար մամուլում շրջանառվում է, որ պատմամշակութային շենքայու այդ հասցեներ նշված։ Այդ հիմքով քննիչը ստուգելու համար ընդամենը ու առհասարակ բնական է նման գործողությունները միտված են ամբողջականությունը պարզելու։ Եթե այդ գործողությունները, որոնք որ քննության իրական պատկերը պարզելուն են ուղղված, առհասարակ օբյեկտիվությունը վեր հանելուն են ուղղված, դիտարկումը թիրախավորված քննություն կամ ես չեմ կիսում այդ կարծիքը։ Նվազագույնը չեմ կիսում։ Բազմակողմանիությունը կամ հարգելի կողմեր, պաշտպաններ, օրինակ ի վնաս կամ ի օգուտը, եթե բազմակողմանին կատարում ես ի վնաս ի օգուտ, հավանաբար գնահատականն է տրվում։ Եթե տեսնում ես, որ ինչ-որ մի բան կա պարզելու գործով ու դրա շրջանակներում քննություն ես կատարում ու ինչ-որ մի տեղեկատվություն ձեռք ես բերում։ Դրա հիման վրա տրված գնահատականը չպետք է գնահատվի ի օգուտի վնաս, ոչ թե գործողությունները։ Հարցում կոնկրետ գործողությունը նկատի ունենք հարցման տեսքով, էլի։ Եթե լինի կոնկրետ դեպք, որը որ մերսագրվում է որևէ անձի կամ դեռ չի մերսագրվում, որևէ դեպքի վերաբերյալ քննություն է իրականացվում, այ եթե այդ դեպքի շրջանակներում տարաբնույթ հարցումներ կատարեն, տեղեկություններ ձեռք բերվեն, կասեմ խնդիր չկա, համ արդարացնող ապացույցություն ձեռք բերվի, համ մեղադրող ապացույցություն ձեռք բերվի։ Եթե այդ դեպքի շրջանակներում լինի այդ ճյուղավորումը, բայց երբ որ կոնկրետ դեպքի շրջանակում չի այդ ճյուղավորումը տեղի ունենում, ընտանիքի անդամներ, փոխկապակցված անձինք, դիլիջանի աճուրդ, պատմամշակութային, օծյակի օրինական լինել չնելը, իրար հետ կապ չունեցող ուղղություններով այդ ճյուղավորված հարցումներն ու պատասխանները գնում։ Սա ոչ թե բազմակողմանի քննության, այսպես դասական առումով բազմակողմանի քննության մասին է։ Սա այն քննության մասին է խոսում, որի նպատակն է մեկ նպատակ, փորձել ինչ-որ անօրինական բան գտնել։ Թե պարոն Սարգսյանի գործողություններում գտնեն, թե օրինակ իր անձնական գործում գտնեն, թե իր ընտանիքի անօրինական ինչ-որ մի բան իրավապահ մարմինները նման պարտականությամբ օժտված չեն անձի գործողություններում կամ որևէ անօրինական բան գտնելու։ Եթե կոնկրետ դեպք ունեն քննություն են իրականացնում, ոչ միայն օժտված չեն, այլև պարտավոր են օբյեկտիվ ճշմարտությունը հայտարարել։ Բայց այս դեպքում կոնկրետ դեպքի քննությունը դեպքից շահկապված չի ինքը, դեպքից առանց են քննությունը։ Ինքը ասենք օրինակ պատմամշակութային արժեք ունենալը կամ հյուսային պողոտայի օծյակի օրինական լինել չլինելը, ասենք ինչ նշանակություն ունի այն դեպքի հետ այն պայմանագրերի հետ, որ արդեն իսկ զննվել է կադաստրային գործում առողջարքի պայմանագրերը։ Բարույթը նախաձեռնված էր փողերի լվացումով, ճիշտ է, ինքնադարձանք կատարել։ Ինչպես նաև պաշտոնական լիազորությունների չարաշահում, ճիշտ է, մի քանի հոդվածներով նախաձեռնված։ Եվ դրա շրջանակը
Այս պահին ունենք լիազորությունների ճանաչման հարուցում են եւ մայ գործը դեռևս նախաքննության փուլում է սա։ Չէ, ուզում մայ գործը հարուցվել է, պատվարժան դատան պաշտպանները ընդհանրական են ներկայացնում, ես հասկանում եմ իրենց առաքելությունն են իրականացնում, բայց յուրաքանչյուր դետալ հանգամանք պետք է բազմակողմանի քննություն կատարվել է թվում հողերի հետ կապված, որ այս դրվագի հետ որևէ առնչություն չունի, մայ գործով եղել է այդ դրվագը եւ իր դատական ընթացակարգն են ունեցել։ Հետո առանձնացվել է այս դրվագը։ Այս դրվագի քննության շրջանակներում կրկին էլ այլ հանգամանքներ են իհայտ եկել։ Եվ այդ եկած հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով քննության առարկա դարձնելու, համապատասխան որոշումներ կայացնելու, դիտարկել, որ անձի թիրախավորած քաղաքական հետապնդում է, կարծում եմ առարկայազուրկ է։ Նա հասկանալի է, հայտարարությունը արձանագրեց եւ արգելի պաշտպանը իրականում նաեւ գործից մասը, մայր գործից մասը չէ անջատվել, դեռևս քննություն են կատարում, մենք ասում ենք այս դեպքերով դեռևս վերջնական գնահատականներ չկա։ Հիմա այս գործի շրջանակներում նաեւ այդ դեպքերը ուսումնասիրելու եւ ինչ-որ մի բան ինչա տարում էլի, ինչն է հիմնավորում։ Այս հաստատքները ուզում հասկանամ ինչի է վարույթի նյութերով կա։ Հիմա դատարանը ինչ որ պատասխաններ ուղարկել են վարույթի նյութը, դատարանը քննում է կողմեն, բայց ապացույցների մեջ էլ չի վկայակոչված հանրային մեղադրողի կողմից։ Ստերության մաս են անջատել, անջատած մասով ուղարկել են։ Հանրային մեղադրողը չի ասում սա ապացույցի տեսակ է, որ մեղադրանքը հիմնավորում են, օրինակ եմ ասում։ Հիմա որպես այդպեսի կա, ես ձեր հիմնավորումն եմ ուզում լսեմ, որ հասկանամ վերջը առաջարկը ընդունեմ, հետազոտենք թե չէ, անջատված մաս գոյություն ունի քննությունը դուք եք ասում բազմակողմանի քննության շրջանակներում է, բայց ապօրինի բազմակողմանի, այսինքն ի վնաս ուղղված բազմակողմանիության ըստ ձեզ ոչ դասական առումով բազմակողմանի ոչ դասական առումով նաև նշեցիք, որ բազմակողմանի քննություն է կատարում, բայց նաև ոնց որ եւս այլ գործ քննվում է պարոն Սարգսյանի վերաբերյալ ճիշտ է։ Այս այդ գործը քննվում է ինչի շրջանակում ավարտվել է այդ գործը։ Ես ինչքան գիտեմ, այնտեղ Պետականության որոշման դրասել է թե Ես ինչքան տեղական կարճ դենա դրա համար զանգված։ Չէ, դատարանում եւս չկա։ Չէ, այդ մասով չկա։ Չէ, այլ գործ է։ Այս առարկում է, դատարանում այս գործով կա։ Դատարանում ինչ որ մասով է կարգում։ Եվս բակին ամենավերում։ Դատարանում քննվում է այլ գործ, Վազգեն Սարգսյանի հետ համասարի հետ կզեց ասա բնականների հետ կապված է դատարան գործը։ Չէ, դատարանը չէ, նախաքննության փուլում է, նա բոլորովին այլ գործ է, վերաբերում այլ ժամանակահատվածի եւ այլ առարկայական։ Նա հասկանալի է։ 142-ը անցնենք։ Բոլորը դիք որոշումներ լսեցինք 142 վարույթ թերթի վերաբերյալ։ Երկով 33-ից 237-րդ էջերում արկա Երևան քաղաքապետարանի պատասխանը համաձայն որի Վիգեն Բադալյանի նկատմամբ կազմվել է 16/2021 թվականի վարչական հանձնարարություն շենքի տանիքային հատվածում քարի շինություն կառուցելու համար 233-ում պատասխան արձանագրություն է Երևան քաղաքապետարանը ուղարկած տեղեկատվության պահանջով հայցվող տեղեկությունը ստանալու եւ քրեակավարույթի նյութերին կցելու վերաբերյալ։ Հա 33-ից 37-ը դա ամբողջական պատեր։ Հա արձանագրություն եւ 34-35-ում արտահայտ քաղաքապետարան ժամանակավոր պաշտոնակատար վարչության պետին Յակով Ասատրյանի ընկերությունը հասցեագրված քննիչ պարոն Ադամյանին։ Սրա մասին է խոսքը։ Այո, պատվիրակական 35 արձանագրություն 36-ում վարչականի առաքումների վերաբերյալ գործերի քննության բաժին Երևանի քաղաքապետարան որոշում 26 կոտորանքինք։ Կամ ես մասնատուղթը ես նշեմ ինչի համար, որովհետև պարոն Բադալյանի ցուցմունքները չհավաքեմ, բայց առանց անդրադարձանալու չեմ կարող։ Նշվում է, որ ինքը խնդիրներ է ունեցել, որ բնական է դուրս այդ պողոտայում ինքը արել է, ինքը խնդիրներ է ունեցել շինարարության ընդարձակման հետ կապված, դրա համար է կար ժամանակած էժանով վաճառել։ Արդեն Սամվել Բայրամետյանի մերձավոր ազգականների փոխկապակցված անձին նախաքննական մարմինը ըստ էս պարոն Բադալյանի կողմից էժանով վաճառելու մեջ էլ խնդիր տեսել
տեսել, այս փաստը հենց իր ցուցմունքի հետ անգամ կարժանաբարությունը վկայում է, որ իրականում խնդիր եղել է, ուզեցել են ընդարձակի, բայց քննություն չի եղել, նույնիսկ եկել են վարչական արձանագրություն են կազմել, դրա համար ինքը Այսինքն նվերադրանքի մեջ փաստական նկարագրության մեջ նշված բնակարանի մասին խոսքը գնում, այո, զորվել է էժան գնով, վաճառական գնով եւ փողերը վաճառում, ընդհանրապես նվերադրանքի կողմից ներկայացված ապացույց է, հետեւաբար Սա Բադարյանի ցուցմունքը, ցուցմունքը նվերադրանքի կողմի ապացույց է։ այստեղ ցուցմունք չի, Բայց այստեղ արձանագրություն Երևանի քաղաքապետարան ուղարկված տեղեկատվության պահանջով հայցող տեղեկատվությունը ստանալու եւ քրեական վարույթի նյութերին կցելու մասին 19 դեկտեմբեր 2023 թվականին կազմված քաղաքապետարանի վարչության հողի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ասատրյանի գրությունը հասցեագրված քննիչին, ինչպես նաեւ որոշումը վարչական տույժ նշանակելու մասին Երևանի քաղաքապետարան վարչական ապահովությունների վերաբերյալ գործերի քննության բաժին 7 հուլիսի 21 թվականով թիվ 26 կոդորակի ինչ է հաստատվում։ Նշեցի ուրեմն պարոն Բադարյան եւ որ ցուցմունքը դա ցուցմունքի արժանացություն քաղաքական մարմինը ասում է ինչ է այս բնական էժան վաճառը հետո նորից հետո գնել ինքը նշում է ես որ սկզբից բնականը գնել է ուզեցել եմ ընդարձակել խնդիր է նույնիսկ եկել են ինձ վարչական պատասխանատվության են ենթարկել այդ վարչական ուժը որ կա այդ դրա մասին է հարևանները բողոքել են եւ այլն դրա համար վաճառել են հետո դրանից հետո արդեն նորից ավելի բարձր գնով վերջնարդյունքում արդեն գնել են Ինչին է վերաբերում վարչական դուրը Այդ ապօրինի շինարարության հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել Այսինքն վարչական պատասխանատվության որ ենթարկվել է ապօրինի շինարարության հետ գտնում եք որ գումար չի ունեցել դրա համար էժան է վաճառել Չէ, պատվաժան ինքը տունը գնել է, ուզեցել է մեծացնի ենթադրյալ ապօրինի գործողության մեծացնի, այսինքն օծյակ օրինակ բացի հարևանները բողոքել են, ասել են հիմա վելա են այդպես ասում են թույլտվություն չունես, ես ավելացնում կամ բալկոն ավելացնում բանն, ինքն տեսել է որ չի կարող այդ տունը մեծացնի, էժան գնով վաճառել։ Հետո այդ տունից վերջում նորից ավելի թանկ գնով ձեռքաբերել արդեն վերջում ապօրինի շինարարություն կատարելու հետ կապված որ տուժ են նշանակել 200,000 դրամը այդ ինչն է իր ցուցմունքի հետ հատվածը նախաքննական մարմինը ստության անարժանահավատ է դիտարկում որ հարևանները բողոքել են դրա համար ածախել հետո թարգովարել բայց իր ցուցմունքը հենց այս փաստաթղթով հաստատվում է որ նախաքննական մարմինը անարժանահավատ գնահատելու վերաբերյալ ոչինչ չի ասում ավելի հələ տեղեկությունը ինքը հետագա քննության համար որոշակի հիմնավորող հանգամանքներ Եթե անարգություն չունի Եթե արժանավատ է կայանում, քան մոտապահությունները, որ այդ իր ասացել բացատրությունը Հետաքանում ցուցմունքի հանգամանքներ Մինչև 37-ը ճիշտ է Ֆիքսեն որ արժանավատ է Բեցերով խնդրում մարկա փաստաթղթերն այդքան էին պատվաժանական, մեզ դիտավորման հարաժեշտ Յոթերորդ հատորում 23-24 էջերում կրկին հաստական թվալեն այն մասում, որ քննություն է իրականացվում, այսպես ասած բազմակողմանի քննություն իրականացվում եւ Ալեքսանդր Հոտելի հարցում է ուղարկվում Աբովյանի ու Շենքի 18 բնակարանի եւ ավտոկարանատեղու վարձակալության մասով, մասնավորապես նշված արժեքների վարձակալության տրված է Ալեքսանդր Հոտելին եւ նաեւ քննությունը խորացել է դեպի Ալեքսանդր Հոտել, թե վարձակալությունը ինչի համար է եղել, այդտեղով է բնակվել, ինչքան է եղել, ձևական է եղել, թե ձևական չի եղել Այսինքն այս ընդ կապելով Ալեքսանդր Հոտելի ըստորության անուղղակիորեն կապելով պարոն Սարգսյանի հետ քննությունը նաև անցել է այդ կոնկրետ գույքին անմիջականորեն չառաջվող այլ կազմակերպության դաշտ Շնորհակալություն 7-րդ հատոր այո 23-24 էջեր 7 Տեղեկատվության պահանջ Ալեքսանդր Հոթել ՍՊ ընկերության հասցեագրված պարոն Ադամյանի կողմից քննիչի եւ որ ինչն է հիմնավորում պահանջ Պատմական դատան կրկին Աբովյանի շենքի եւ
Շրջանի շենքի 18 բնակարանի եւ ավտոկայանատեղու վարձակալության պատերացել են նշված Ալեքսանդր հոթելին եւ քննարկման առարկա դարձել է վարձակալության ձևական լինել չլինելու հարցը, կամ ովքեր են այդտեղ բնակվել, իրականում վարձակալությամբ տրված է եղել, թե տրված չի եղել։ Այսինքն Քննություն Աբովյանի հետ խնդրու առարկա շենքի հասցեից տեղափոխվել այլ դաշտ։ Այսինքն մի քիչ ավելի առաջ կամ այդ Ալեքսանդր հոթելի հետ փաստաթղթաշրջանառությունն է ուտեղոզել, փորձելով գտնել արդյոք պարոն Սարգսյանը Ալեքսանդր հոթելի հետ կապվի թե չէ, կամ կարող է արդյոք պարոն Սարգսյանը ըստ իրենց օրինակ կարող է ձևական այդ վարձակալության պայմանագիրը կազմել եւ այլն։ Այս հանգամանքները եւս նախորդ տիպի նշված հանգամանքների հետ, որ ճյուղավորված ամեն մի տեղից փորձել են ինչ-որ մի տեղեկություն ձեռք բերել, որը փորձել հետագայում օգտագործել, այս տրամաբանությամբ է։ Ես չեմ խոսում նաեւ այն մասին, որ ասենք էլեկտրոցանցի աշխատողներն են արձակնվում, ասենք այնտեղ ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունների աշխատակիցներն են արձակնվում։ Հետևաբար այս հանգամանքը եւս վկայում է իմ նշած են ամբողջական դիրքորոշումը, որ քննություն այո բազմակողման է եղել, բայց ոչ այլ բազմակողմանի, որին որ մենք իրավաբանները սովոր ենք։ Պատվարժան դատան այս առումով պետք է խնդրեմ եւս մեկ հայտարարություն կատարեմ, այդ գործողությունները թիվս նաեւ ինչպես Ալեքսանդր հոթելին ուղղված գրությունները, էլեկտրացանցեր այնտեղ վիոլաջուր եւ այլն, ուղղված են դուն հենց քննության առարկային, ուղղված են Աբովյանի շենքի 18 բնակարանի, Վիգեն Սարգսյանի կողմից կամ նրա ընտանիքի անդամների կողմից տիրապետման հանգամանքը պարզելու եւ այդ առումով ապացույց է ձեռք բերվել, որը նաեւ իմ կողմից ներկայացված հետազոտման ապացույցների ցանկում է։ Դեպաբար այս հանգամանքը ներկայացնել, թե ելի կրկին անձի դեմ է ուղղված ինչ-որ լրացուցիչ գործից դուրս հետապնդման տարեր է պարունակում։ Այդ թեում անունով ավաժանով, թե այս դրակ կապ չունի ձեր ասածը հասկանալի է, դա ձեր կողմի ապացույցն է, թե ով է եղել բաժանով թե հենց ինչ թվականներին, կոնկրետ Ալեքսանդր հոթելի հետ վերաբերած փաստաթղթերը դրան չեն վերաբերում։ Սա հավարձակալությանն է վերաբերում, այլ ոչ թե բաժանորդություններ։ Այդ հանգամանքը եւս կրկին հաստատում է մեր բուն առարկային են վերաբերում, միտված են հենց այդ առարկայի քննության, որովհետեւ վարձակալության պայմանագրի կնքման ժամանակահատված ուղղակի նշանակություն ունի այդ գույքի տիրապետման տնօրինման հանգամանքներին, որն է մեր քննության առարկայը հանդիսանում։ Այսինքն այդ գույքին ուղղված գործողությունները Աբովյան 18-ի ուղղակիորեն հենց բխում են մեր քննության առարկայից։ Դե առավել ևս եթե նշում ենք, որ քննության առարկայից է բխում, այս փաստը դուք մեկնաբանում եք որպես առարկայից բխող իրավաչափորեն բխող, մենք էլ այս փաստը մեկնաբանում ենք որպես առարկայից իրավաչափորեն չբխող։ Այսինքն մեր երկուսի դիրքորոշումը նույնն է, որ առարկայի մեջ է, բայց դուք ասում եք իրավաչափորեն է բխում, մենք ասում ենք ոչ իրավաչափորեն։ Քննարկման հարցը։ Այսինքն ուղղակի գիտեք ինչն է, հարցումը որպես այդպես սրա հիմա վրա ձեռք բերված ապացույցի մասին թե ինչ ապացույց է ձեռք բերվել, եթե ապացույցի տեսակը նաև առավել նշվեց, որ վկայակոչված հանրային մեղադրանքի ապացույցների ծավալի մեջ շրջանակի մեջ, որպեսզի դատարանը հիմնական դատարանություններում հետազոտի, այս հետազոտման առարկա դառնա ավելի ճիշտ, բայց հարցումն ենք ասում, հարցումը լավ ինչն է, եթե առավելևս ապացույցը ձեռք բերված։ Պատվորական ես ինչքան գիտեմ, ապացույց ձեռք բերված է, ինչքան շնչողությունս, թե այդ բնականում էլեկտրաէներգիա մուհման դրվում։ Իսկ այս հարցումը դրան չի վերաբերում։ Այսի վերաբերումը վարձակալությամբ տրված է եղել, հետագայում իրար ցանկացել են տվյալներ ձեռնել, թե արդյոք այդ վարձակալությունը կեղծ է թե կեղծ չի։ Կամ այնտեղ ով է բնակվել, կամ ով չի բնակվել, կան չեն այդ մարդկանց հարցակրնել են, օտարերկրացիա եղել, ասենք դուք եք բնակվել, թե դուք չեք բնակվել։ Սրա արդյունքում ձեռք բերված տվյալը չի որ մեղադրանքի կողմի ապացույցը։ Մեղադրանքի կողմի ապացույցը էլեկտրոցանցերից ձեռք բերված տվյալն է, որ այս թվականներին բաժանորդը հանդիսացել է պարոն Սարգսյանը։ Յոթերորդ հաջորում այլևս մեր դիտարկետից հետազոտման ենթակա հաստատություններ չկան։ Անորում հարցումներ հաջորդ հենց 8-րդ էջի 40-ից 50 էջը արդեն այդ հարցման պատասխանն է։ Հանրային մեղադրողի կողմից եւ վկայակոչվել է, առաջարկությունների մեջ կա, եթե դրա պատասխանն է։ Չէ, կարծիքով սա մեղադրանքի կողմի ապացույց չի այս պատասխանը։
հիմա 23-24-ը միայն վկայակոչեցիք, հա, Այո, 7-րդ հատորից։ այո։ Լավ։ Ութերորդ հատորից ընդամենը մեկ հաստատող 188-րդ էջում արկան հաստատող։ 188 որը վերաբերում է ճարտարապետաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին, մասնավորապես Հուսեին Մոտա 31 շենքի տանիքային հատվածի կառուցման վերաբերյալ արդյոք թույլտվություն տալու process-ով խախտումներ եղել են, թե ոչ։ Նորմալ մասկան ոչ թե մասկան հենց այս վկայակոչում ենք առումով, օրինակ այս խախտումներ ենթադրյալ լինել չլինելը ճարտարապետաշինարարական փորձաքննություն նշանակելը ու այն մեղադրանքը, որը որ վերաբերվում է պարոն Սարգսյանին, ինչ պատճառական կապի մեջ են միմյանց հետ գտնվել, այսինքն որ այս տվյալները փորձել են ձեռք բերել։ Ակնհայտորեն իմ կարծիքով ոչ մի պատճառական կապի մեջ չեն գտնվել, իշտ պնդում է մեր այն դիտարկումը, որ ոչ թե ըստ էության մեղադրանքը հիմնավորելով ուղղված ապացույցներ են փորձել ձեռք բերել կամ փորձել են օբյեկտիվ բազմակողմանի քննություն անել, այլ փորձել են տարաբնույթ հարցումներով, տարաբնույթ փորձաքննություններով, տարաբնույթ տեղեկություններ ձեռք բերելով, այն որում այնպիսի մարմիններ հարցում կատարելով, որտեղ պարոն Սարգսյանը երբևէ նույնիսկ չի աշխատել, այդ տեղեկությունները հավաքել։ Եվ սա դրա վառ ապացույցներից մեկն է ճարտարապետաշինարարական փորձաքննություն նշանակելու որոշումը։ Պատասխանատվություն պաշտպանական կողմի մեկնաբանման առումով ևս պետք է արձագանքել, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե իրականացնող մարմինն իր լիազորություններն իրականացնելու ընթացքում որոշակի ենթադրյալ հանցագործության հատկանիշներ կամ տարրեր է պարունակում, դրան ուղղված որևէ գործողություն չպետք է կատարվի։ Եվ ուղղակիորեն հակասում է քրեադատավարական այն ինստիտուտին, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձքնիչ դատախազ դատավորի լիազորությունների շրջանակում հանցագործության ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ընթացք է տալիս, հաղորդում է տալիս եւ համապատասխան վարույթ է նախաձեռնվում, չպետք է իրականացվի, հակառակ դեպքում կդիտվի կմեկնաբանվի այն արարքին ուղղված, չգիտեմ, ոնց մեկնաբանեմ, հետապնդում, ոչ քրեադատավարական դիրույթի, այլ քաղաքական, չգիտեմ, ինչ-որ ակումներ կան, այս առումով հատկանշական է, որ սույն դեպքում քննության առարկա, քննության հանգամանքներից ելնելով այդ տանիքի հատվածում որոշակի շինթույլտվություն տալու հատկանիշներ են հայտնաբերվել ենթադրյալ ապօրինության, որի հիման վրա նշանակվել է ավելին այդ հատկանիշների հիման վրա վարույթ կա նախաձեռնված։ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնական անձանց ենթադրյալ ապօրինությունների կապակցությամբ։ Եվ բերել մեկնաբանել, որ Վիգեն Սարգսյանի դեմ է ուղղված կամ, չգիտեմ, քաղաքական հետապնդում է, չէ, ցանկացած գործի շրջանակներում, եթե նման տվյալ է այդ գալի, բավարար հիմքեր են այդ գալիս, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ են քննության ընթացքում ձեռք բերվում, ընթացք է տրվում, վարույթ է նախաձեռնվում, ինչը եւ կատարվել է։ Հետևաբար սա մեկնաբանել որպես չակերտավոր քաղաքական հետապնդում, չգիտեմ, ինչպես են իրենք մեկնաբանում, կարծում եմ անհիմն է։ Հայտարարությունը արձանագրվեց, ինչ պաշտպանական կողմը դեմ է ենթադրյալ հանցագործությունների հայտնաբերման հատկանիշները։ Տեսեք, պետք է այդ գործողությունը ողջանը չի կարելի, չէ՞, օրինակ Հայաստանի Հանրապետությունում միատքրական վարույթ նախաձեռնել, ինչքան հանցագործություն կա քննություն իրականացնել։ Պետք է այդ առարկայի մեջ ներառվի, չէ՞, քննություն ասենք, չի կարելի միատքրական վարույթի ժամանակ քրեական գործի հարուցումով այնքան քննություններ անել, որ դուրս գալ այդ շրջանակից, ինչի մոռանանք ինչի համար ենք այդ քրեական գործը հարուցել, էլի։ Դա պետք է փոխկապակցվածություն լինի։ Ու լավ, եթե էսպի դեպք լիներ, երկու դեպք լիներ, երեք դեպք լիներ, գուցե, բայց 2, 3, 4, 5, 6 շատ այդ բազմաթիվ, ասենք, մատերես չէր լի ձեռքի որպեսի աչքում, էլի։ Որում այդ քննությունները որ անում ոչ մի դա
Օրինակ այս դեպքում Համարը նախաձեռնում են ոնց որ քաղաքապետարանի աշխատակիցների ենթադրյալ գործողությունների բանում չկա նախաձեռնում Ոչի բան չկա, ուղղակի որոշում կայացրել է փորձակնություն անել, ինչի հիմա վրա, դա որ ասում են տվյալներ ա ձեռբերել, բարություն ու այդ տվյալները, ինչ տվյալներ ա ձեռբերել, որևէ տվյալ չի եղել, ուղղակի փորձել են բոլոր ուղղություններով հասկանալ ինչ խախտում կարող են գտնել, որ ինչ-որ մի ձև փոխկապակցի պարոն Սարգսյանի հետ։ Այս դեպքում որ ասում տվյալներ ա եղել, դատախազն ասում տվյալներ ա եղել, ինչ տվյալներ ա։ Որևէ տվյալ չի եղել։ Դատարան, բերեք այս քննարկման առարկա չդարձնենք, այն բանով, չէ, ես զուտ ինչի համար եմ ասում, որովհետև սույն գործը անջատված եմ այդ գործից, հետևաբար այն հատկանիշները, որոնք վերաբերելի չեն մեր առարկայի քննության, դա հիմա վերենք առերելույթ է, ասենց է, որ ինչ-որ քննարկման առարկա անջատված կոնկրետ այլ փաստաթղթեր ավելի մենք այդ գործը, որ այդքան հումա կատարվում արգելի հանրային մեղադրումը, որպեսզի այդ գործը մեզ տրամադրի հասկանանք ինչ կա։ Այդ գործը բուն առարկայի ինչ որ կա Վիգեն Սարգսյանի մեղադրանքի առնչությամբ, էլ ավելին դուք քիչ առաջ ձեր խոսքում պատճառաբանություններում հանգամանք նշեցիք, արգելի պաշտպան, որ հարց չառաջանա այդ հանգամանքները, թե ինչի համար են ամբողջ ինչի են ներկայացվել, մենք այդ ամբողջը ներկայացրել ենք, որ հակառակ հարցը չառաջանար, թե բա ինչի ամբողջ նյութերի ծավալը չի ներկայացվել։ Հիմա մինչև մաս անջատելու որոշման ծավալը հիմնականը այդ փաստաթղթերը ներկայացվել են եւ դրա շուրջ այդ մեր առարկան քննությունն է։ Թե դրանից հետո ոնց որ հիմա մաս անջատելը միջև ինչ առավել եւ եթե ամբողջն է, բայց ամբողջի մեջ մի հատ տվյալ չկա փորձակնություն նշանակելու հիմքում ինչ ա դրվել։ փորձակնության որոշման մեջ պատճառաբանությունները տվյալները ամբողջական կան։ Լավ, միջև այդ որևէ փաստաթուղթ չկա, թե ինչի հիմա որ այս փորձակնությունը նշանակում։ Փորձակնության որոշման մեջ արծարծված է, բայց պարզապես այդ փորձակնության առարկան մեր փողերի լվացման առարկայի հետ ուղղակի Բա մենք էլ հենց այդ ենք ասում, որ այն հոդվածը, որ հիմա մերսագրված է, դրա հետ չկապված ինչ գործողություններ, որ ասես, էլի կատարվել են։ Դրանով մենք հիմնավորում ենք, որ գործ ենք ունեցել ոչ թե հանցագործության դեպքի։ Բայց ինչի պետք է չկատարվի։ Տեսեք, մենք պետք է սահմանափակված լինենք ինչա որ նոր ենթադրյալ անցանքի հատկանիշա որ դուք չմեկնաբանեք, ինչու եք կատարում։ Պետք է կատարվի։ Լավ, արգելի կողմը երկուսության չի վերածում։ Արգելի հանրային մեղադրում հասկանալի է։ Դուք վկայակոչեցիք այդ հիմնավորման 178-ից 194 բարի թերթը։ Հասկանալի է ձեր դիրքորոշումը։ Հաջորդ։ Ներորդ հատոր Տասերորդ հատոր Ըստեյության 10-րդ հատորում երկու փաստաթուղթ կա, որոնք վերաբերում էին պարոն Սարգսյանի նախաձեռնությամբ քննիչի հետ կապ հաստատելուն, իր բնակության վայրը, կոնտակտային նամբարներն ասելուն, այս հանգամանքների մասին մենք եւ որ առարկություն ենք ներկայացնում հեռակալդատականության դեմ, այդ ժամանակ նշել ենք, հետեւաբար սրանք հետազոտել մանեջություն չկա։ 10-րդում որևէ փաստաթուղթ չկա հիմա։ Ոչ, վկայակոչեն։ ոչ։ 11 Եվ 12-րդ հատորում 11-ում ինչ կա։ ոչ Չես կարող ասես դատական հատորներ ունենք։ Չունենք։ Ասма վերջ երևում է, ոնց ասում չես կարող ասես դատական հատորներ ունենք։ Չէ, այս բանի մեջ հաստատել այսքանը մի հաստատում 12-րդ հատորում հաստատների միջազգային իրավական ուղղության հաստատների շատ 120-ի թերթից ավելի բաղկացան, մասնավորապես 53-րդ օջում, շատ սեմ ժամկետում թարգմանելը եւ ուղարկելն է, այսինքն եւ որ պետք է քննությունը եւ որ անհրաժեշտ է, այսինքն եւ որ պարոն Սարգսյանի շահերի դեմը շատ արագ է տեղի ունենում, օրինակ 120-ի մեջ հաստատները 1-2 օրում թարգմանվում են անգլերեն եւ ուղարկում են համապատասխան բանիների
Բայց մնացած դեպքերում օրինակ, ինչպես նախորդին նշեցինք, օրինակ 10 ամիս որևէ գործողություն չէր կատարվում։ Հետևաբար, այն քննությունը, որ սկզբից շարունակել են արագությամբ եւ 1-2 օրում պետք է բացասական արդյունք տա, բացասական արդյունքի նկատում են մեր շահի տեսանկյունից, մեր շահի վրա ազդող արդյունք պետք է տա, այդ արագությունը սկզբում գալիս է ընդհատվում ամի պահ, որովհետև ի հեճուկս են ամբողջ գործիքակազմի հարցումների տեղեկատվության, որ կատարվում տեղեկություններ ձեռք են բերում, ոչ միայն օրինական բան չի հայտնաբերվում, եւ վերջում մնում է փողերի լվացման հոդվածը, որը որ ներկայացել դատարանի կողմից քննության առարկայի հանդիսանում։ Եվ ամենավերջում կրկին այս փաստաթղթերի Բարույթ ասեք, որ ինչի մասին է։ 293-րդ էջում 293։ այո, Ինչքան ժամանակում են թարգմանել։ մի քանի օր, Մի քանի փաստաթուղթ։ 125 թերթ։ Ճշտել եք թարգմանիչի Ոչ, ունակությունները ու ծանրաբեռնվածությունը աշխատանքը։ չենք ճշտել, բայց 125 էջը երկրորդ մակերձիկն են բարդ տերմինաբանությամբ թարգմանելը, ես ողջամտության տեսանկյունից եմ ասին նայել։ Եթե ունիկում է եղել այդ թարգմանիչը ու 24 ժամ չի քնել որպեսզի թարգմանի, դա ևս մյուս կողմից էլի վկայում է, որ խիստ անհրաժեշտ եղել, որպեսզի 24 ժամ չքնի ու թարգմանի։ Այսօրվա տեխնիկային պայմաններում հնարավորությունների արհեստական բանականության Google Translate-ով է թարգմանել։ մի քանի ժամ կարող է Իմ կարծիքով չէին օգտվել դրանցից, հաշվի առնելով որ էին ուղարկում այս փաստաթղթերը։ Դե միգուցե հետո կանչին գործագետի թարգմանիչին հարցակնության հասկանալու ոնց է հասցրել այս այդ լրացուցիչ ապացույցների լրացման փուլը միգուցե դա էլ անենք։ Եթե ժամային կարգով ասենք թե արձանագրենք, որ իրականում ոնց ինչ որ մի տեսակի ձևով արել է, ինչ արդարացման վերձիկն են կայացնել, ոնց են անել, էլի թարգմանիչի արագությունն ու մտավոր ունակությունների հիման վրա արդարացման վերձիկն են կայացնելու։ Ոնց են կապը տանի վերձիկի հետ այս մարդու թարգմանության արագությունը։ Արագությունը հարցի թե ինչ է թարգմանել այդ այական։ Ինչ է թարգմանել հասցրել։ Հա, սխալ թարգմանություն է կատարված, թե ինչն է, օրինակ արագ է թարգմանում, մի դեպքում ասում եք չի աշխատում, մի դեպքում ասում եք աշխատում, հիմա եթե չի աշխատում, ասում եք ողջամիջանք, այդ աշխատումը ասում եք քաղաքական հետապնդում։ Հիմա մի հատ փորձենք հասկանանք, էլի։ Ինչի մասին է խոսքը գնում, մի հատ հիմնավորումները, որ ես հասկանամ վերջին կայացնելու համար դրա այդ դեպքում ինչ է լինում, էլի, ոնց ենք։ Սկզբում շատ արագ ուսումնասիրելու ենք, թե չենք ուսումնասիրելու, հետազոտել ենք։ Շատ արագ գործի քննությունը սկսվում է, որում հետագայում օպերատիվ տվյալի վրա, որի սկզբնաղբյուրի մասին ենք հետագայում հարցը բարձրացնել, օպերատիվ տվյալի վրա մի ամբողջ համակարգ սկսում է շատ արագ մի քանի օրում այնքան գործողություն անում, որ հաջորդի օրինակ 2 տարում չեն անում։ Այդ գործողությունները անում են ամեն տեղից, որտեղից որ հնարավոր է, հաստատող տեղեկություններ վերցնում են, բայց տեսնում են, որ որևէ հանցագործության դեպք չկա։ Դրա համար 10 ամիս ոչ մի բան չի անում, գործը մի քննիչին ակնում են, մեկը հրաժարվում է այն մեկին ակնում, մի ստորաբաժանումից մյուսին ակնում, որովհետև տեսնում են ինչ որ այդ դրացիկում հավաքվել է, էլի հանցագործության հատկանիշներ որևէ չի պարունակում։ Բայց վերջում արդեն երբ որ վճռաբեկ դատարանի փողերի լվացման վերաբերյալ վերջին իրավական դիրքորոշումը գալիս է, որը թե մեր գնահատմամբ վերաբերի չի այս գործի, որի վերաբերյալ ևս համապատասխան փուլում կասենք, ասում են դե կարելի է այս դեպքը այդ վճռաբեկ դատարանի այս վերջին որոշման համատեքստում փողերի լվացում դիտարկել ու այս մասով ուղարկել դատարան։ Ու հենց այդպես է լինում ու դրանից հետո էլի սկսվում է արագությունը։ Այսինքն միջև են եթե արագությունը արդեն չկա, որովհետև անհույս է, որ որևէ բան կարելի է գտնել, էլի սկսվում է արագությունը ու այդ արագության վերջնարդյունքն դառնում է հենց այս փաստաթղթերի թարգմանությունը։ Ապակցությունը աղա, պասիվությունը պասիվա։ Երկու տարբերակում էլ յուրովի մեկնաբանություն։ Ինչի համար պասիվ, որովհետև եթե քննիչը տեսնում է, որ չէ, հարգելի պաշտպան, իրականում այդ շրջանը, որը որ պասիվություններ էր, քրեադատավարական են անցումային փուլն է, որոնք կարային մեծ կուտակումներ բերեցին բան։ Ես դա արդարացում չեմ ասում, որևէ առումով չմտածեք, թե ինչ որ արդարացում եմ անում, բայց կարա զուտ տեխնիկական առումով որոշակի ապահովման վերած լինի, բայց քննության արդյունավետության ապահովման, ամբողջականության ապահովման տեսակետից որևէ ինչ որ
դիտավորյալ գործողություններ չկա։ Ես համար պասը, որ ես գործողությունների, բազմակողմանի և ամեն ինչ ճիշտ ըստ ձեզ, բայց հետագայում երբ որ ներկայացնենք այն ամեն ինչ են վերլուծում, կարողանում եմ օբյեկտիվ դիտորդի համար պարզել, որ սա իրոք իրականացվել է կոնկրետ մեկ անձի վերաբերյալ քննություն է արվել, ոչ թե կոնկրետ դեպք։ Պատվարժան, դա այս փուլի համար այս փուլի համար այսքաններ ունեն դատական հատորներից, դատական հատորներից ոչ չկան, այսինքն 200 որ հատորներից վերջի 12 հատորից, հատոր 12, վարույթ հերթ 293 միայն, ճիշտ է? Այո։ Կայակոչեցիք, եղավ շնորհակալություն, այսքանը ձեր առաջարկներից ուրեմն պաշտպանական մեղադրանքի կողմի առաջարկներից հարգելի հանրային մեղադրողից ձեր առաջարկների մեջ սկզբից վկաներին քննենք, հետո գրավոր ապացույցները, նշեցիք։ Չէ, գրավոր ապացույցներ նոր գրավոր ապացույցները հետազոտենք, հրավիրենք հարցակցում վկաներին եւ պաշտպանական կողմի վարույթերով նշվեց գրավոր ապացույցները, որպեսզի առարկայական հասկանալ լինի բոլոր կողմերին, վկայակոչված են մեղադրական եզրակացության 22-րդ վարույթերում, որ 22-23 24, 25 ամբողջ ապացույցները տեղեկանք դատարանի հետազոտման համար ներկայացվող մեղադրանքի կողմի ապացույցների ցանկի ըստ այդ ցանկի, ճիշտ է։ Այո, ապացույցների ցանկի հերթականություն։ Կարող եք ձեզ տրամադրել մեղադրական եզրակացություն կա ձեր մոտ։ Եվ այստեղ համարակալված են, խոսքը վերաբերվում է սկզբից մեղադրականում համարակալված են վկաները, 1-ից 9-րդ կետում վկաներն են, գրավոր ապացույցների համարակալում առկա չէ, իսկ դրանից հետո 9-րդ Աիդա Աբրահամյանի վերաբերյալ տվյալների նշումներից հետո, որպես վկայի հարցակցության գրավոր ապացույցներ, որոնք որ հատոր վարույթերթերը նշված են։ Այո։ Ճիշտ է։ Այո։ Հատոր վարույթերթը պաշտպանական կողմի համար եմ ասում, որպեսզի նաև ձեր համար տեսանելի առարկայական լինի, թե ինչի մասին է խոսքը գնում, որ եթե դատարանը որոշում կայացնի։ Եվ վկաներն են 1-ից 9-րդ կետում հերթականությունը, հաջորդականությունը կոպիտ ասած նշանակություն չունի, ով կգա կհարցակնենք։ Վկաների հաջորդականություն։ Չէ, բացարձակ։ Լավ, հարգելի կողմեր։ Ծանրաբեռնեցիք դատարանից հետաձգում է։ Նշված հարցի վերաբերյալ միանգամ մտածեմ բազմաթիվ պաշտպանական կողմը վկայակոչեց փաստաթղթեր, որպեսզի տեսնենք առաջարկներից, որոնք են ընդունելի, որոնք չեն ընդունելի, եթե այդպիսին գոյություն ունեն առաջարկներից, որը մեկը մերժվում է, թե ոչ։ Եվ դա օրինակ որոշած։ Չունենք։ Փորձենք որ որոշենք ձեր նաև դատարանի ծանրաբեռնությունը հաշվի առնելով։ Դատարանը 8-ից 12 ամսի դեկտեմբերի լինելու ավերապատրաստման, դեկտեմբերի 24-ից արձակուրդում գտնվելու մինչև հունվարի 16-ը ներառյալ ամենամյա։ Այդ իսկ պատճառով մինչ այդ տեսնենք, եթե կարողանում եմ որոշեմ, որ նշանակեմ, փորձենք։ Դեկտեմբերը պիկայի թե նրա Ծանրաբեռնված է, դատարանը 4-ին նիստերով յուրաքանչյուրով ծանրաբեռնված է, հավանաբար պաշտպաններն են նիստում, ճիշտ է։ Ասնենք հունվար, հա։ Նայեք տեսեք, հետո ողջամիտ ժամկետների հետ բան չասեք, հարգելի պաշտպաններ, դարձիկը լսեցին։ Արձանագրվում ամբողջությամբ։ Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 9:30։ 9 9-ից համար է, 2-ից Հա, հարգելի հանրային մեղադրողին 9:30, հա։ Հարմար է։ Հունվարի 19-ը, չէ։ Հունվարի 19-ը առավոտյան ժամը 9:30 մինչև հավանաբար տեսնենք։ Ներողություն, չէ։ 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 Ժամը 10-ին այս դատարանում նիստ ունեմ։ Լավ։ Հունվարի 19-ի ժամը 17:00-ին 19-ին 17 Հա։ Կասցնենք 3-ից վերակրիչ ունեցնեմ, կասցնեմ իսկ մտածեցի
դատական նիստը հետաձգվում եւ հարմար դատական նիստը հետաձգվում եւ կկայանա 2026 թվականի հունվարի 19-ին ժամը 17:00-ին կայանալու է հեղափոխություն դատանի Երևան քաղաքի նստավայրում ներկայացված կողմերի համարում պատճառ ծանոթված սույն դատարանությունը համարում ավարտված։ Դատարանները